Շնորհիվ խաղաղություն ձեզ սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Այսօր Տիրոջ Սուրբ Հոգու առաջնորդությունն ունեմ կրկին խոսելու ձեր առջև եւ պատմելու այն բոլոր հայտնությունների մասին, որ ինձ բացվել է եւ որոնց մասին ես չեմ խոսել եւ երրորդյա ծոմապահություն ունեցա մեկ շաբաթ առաջ, որը որ Սուրբ Հոգով էր առաջնորդված, երբ Տերը ուզում է ինձ հետ խոսել, առաջնորդում է ծոմապահության սիրելիներ։ Եվ ինձ ասված էր, որ ես իմ վերջին ջանքերը պետք է գործադրեմ, եւ ինչպես է Տերը ինձ հետ խոսում, Տիրոջ գործելակերպը չի փոխվել իմ կյանքում, սիրելիներ, Տերը խոսում է երազներով, տեսիլքներով, սակայն ամենաշատը խոսում է Աստվածաշնչով։ Սիրելիներ, երրորդյա ծոմապահության ժամանակ ես գիտեի, որ Տերը ինձ բան է փոխանցելու, բան է ասելու, սակայն ես չգիտեի, որ ես ինքս եմ հանդիմանվելու, ես գիտեի, որ իմ ազգը օրհասական ժամանակում է գտնվում, իմ երկիրը օրհասի մեջ է, և ես գիտեի, որ Տերը կանչում է ինձ բարեխոսության, որովհետև Տերը կրկին խոսեց Եսթերի մարգարեությունով, եւ առաջին անգամն էր, որ Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդում էր, որ ինձ համար աղոթողներ ունենամ։ Եվ ես հոգևոր քույրերին, նրանց, ում Տերն է բարձրացրել իմ կողքին, խնդրեցի, որ ինձ համար աղոթեն քույրերը այդ 3 օրերի ընթացքում։ Եվ առաջին օրը, երբ գործ էի անում, այդ պահին ես Տիրոջից լսեցի, որ այս ժողովրդի արյունը լինելու է նաև իմ ձեռքերի վրա։ Ես շատ ծանր պահ ունեցա, սիրելիներ։ Ես կարծես կանգնել էի տիեզերքի Տիրոջ առաջ ու հանդիմանվում էի անհնազանդության մեջ, որ չեմ խոսել այն բաների մասին, որը որ Տերն ինձ բացել էր։ Ես շատ ծանր դառը տեղում էի հայտնվել, սիրելիներ, ես ոռնում էի, ես աղաղակում էի, ներիր ինձ Տեր, ներիր ու ողորմիր ինձ Տեր, և բացվեց, որ ոչ միայն ես եմ անհնազանդ, նաև իմ ազգն է անհնազանդության մեջ, սիրելիներ, և երկրորդ օրը, մեկ ամբողջ օր ես չունեի Տիրոջ Սուրբ Հոգու ներկայությունը, դա հավասար էր մեռած, չշնչած լինելու, դա հավասար էր չապրելու, դա ուղղակի բառերով նկարագրել անհնար է, սիրելիներ, ես չեմ ուզի երբևէ հայտնվեմ այդ տեղում, ես չեմ ուզի երբևէ կրկին Տիրոջից այդ ձևով հանդիմանվեմ, ողորմած է Տերը, ողորմած է Աստվածը, միայն մի բան էի ասում, որ չէ որ քեզանով է իմ գլխի վրա դրված իշխանությունը, սակայն այսօր ես հասկանում եմ, որ ես պետք է կատարեմ տիեզերքի Աստծո կամքը, եւ որովհետեւ ինձ հետ խոսում է տիեզերքի Տերը, Արարիչ Աստվածը, ես իրավունք չունեմ մեկ բառ ավելացնելու, մեկ բառ պակասեցնելու եւ նաեւ քողարկելու, թաքցնելու ու չասելու այն բաների մասին, որ պետք է խոսեմ։ Սիրելիներ, մարգարեությունը 3 մասից էր։ Ես պատմեցի, ձեզ հետ խոսել եմ մարգարեության առաջին մասով, Սողոսներ դարձեք Պողոսներ, դա առաքելական եկեղեցուներ ուղղված այդ մարգարեությունը, որտեղ ասվում էր, որ Տերը առաքելական եկեղեցուց վերցնում է առաջնեկության օրհնությունը եւ այն տրվում է, տալիս է ավետարանական եկեղեցուն, սիրելիներ։ Եվ Տիրոջ Սուրբ Հոգով առաջնորդված է ամեն բան արվում, սիրելիներ, Քրիստոսի ավետարանով։ Ես ոչ մի բան չեմ թաքցնելու, այսօր մեր երկիրը Տիրոջ ողորմությանն է արժանացել, որ այսօր հասական պահերին կրկին Տերը իր ձեռքն է մեկնում ազգին։ Տիրոջ բարկությունը շատ մեծ է։ Ես ուզում եմ բացել բոլոր այն փակագծերը, որ չի բացվել։ Եսայու մարգարեությունով Տերը խոսեց. Աստված հանդիմանում է իր ժողովրդին. լսիր ով երկինք, ականջ դիր ով երկիր, որովհետև Տերն է խոսում։
Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։ Եզը ճանաչում է իր տիրոջը, և Էշը իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի։ Վայ մեղավոր ազգին, անօրենությամբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականված զավակներ, նրանք լքեցին տիրոջը, անարգեցին Իսրայելի սրբին, հետ քաշվեցին։ Ինչու եք դեռևս պատժվում, ամբաստանությունը շարունակելով, ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած, ոտքի ներբանից մինչև գլուխ առողջ տեղ չկա նրա վրա, կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով, ձեր երկիրն ամայացած է, ձեր քաղաքները հրոճարակ, ձեր հողերի բերքն օտարներն են ուտում ձեր աչքի առաջ, դրանք խոպանացած են օտարների կողմից կործանվածի նման, Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես մի խրճիթ այգու մեջ, ինչպես մի հյուղակ վարունգի արտում, ինչպես պաշարված մի քաղաք։ Եթե զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։ Լսեք Տիրոջ խոսքը, ով Սոդոմի իշխանավորներ, ականջ դիր մեր Աստծու օրենքին, ով Գոմորի ժողովուրդ։ Իմ ինչին եմ պետք ձեր զոհերի շատությունը, ասում է Տերը։ Ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից, չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից, երբ գալիս եք ինձ պաշտելու, ով է այդ պահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները, այլևս սին ընծաներ մի բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար, չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները և ժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է, ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց, երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից, երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու, ձեր ձեռքերը լի են արյունով։ Սիրելիներ, և Տերն ասում է. լվացվեք, մաքրվեք, հեռացրեք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարեք չարիք գործելուց, սովորեք բարություն անել, իրավունքին հետամուտ եղեք, հանդիմանեք հարստահարողին, արդար դատ արեք որբին, պաշտպանեք որբևայրու դատը, հիմա եկեք վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն, եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան, եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը, բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասաց այն։ Սիրելիներ, ով եմ ես, ինչու եմ ես խոսում։ Ես իմ էջում ներողություն եմ խնդրում, Տերը ողորմի ինձ։ Փառք Տիրոջը ամեն բանի համար։ 2020 թվին ձայնագրությունով ներկայացա ձեր դատին սիրելիներս, ձեր առջև շնորհ եմ գտել Փառք Տիրոջը և Տերը բացել է, որ խրամատ մտնող մարդը երկրի համար, ով Տիրոջ անունից խոսելու է, դա ես եմ։ Սա շատ մեծ պատասխանատվություն է, սիրելիներ, ինձ համար, իմ յուրաքանչյուր բառը, սիրելիներ, պետք է լինի ամենայն պատասխանատվությամբ արված։ Գոհություն և փառք մեր Աստծուն։ Այսօր չեմ վախենում, սիրելիներ։ Եռօրյա ծոմապահության մեջ ես շատ ծանր տեղով անցա, շատ ծանր հանդիմանությունով անցա, ոռնում էի ես ոռնում էի, աղերսում էի Տիրոջ ողորմությունը, սիրելիներ, և մի բան հասկացա, որ ամեն ինչ ունայն է, ամեն բան ունայն է, փառք Տիրոջը, որ դա չկատարվեց դատաստանի օրը, փառք Տիրոջը, որ դա կատարվեց մեկ շաբաթ առաջ, փառք Տիրոջը, որ ես ողորմություն ունեի ապաշխարելու, գոհություն և փառք մեր Աստծուն, մեր Աստված սիրող Աստված է, և Տերը սիրում է յուրաքանչյուր մարդուն երկրագնդի վրա յուրաքանչյուր մարդ ապաշխարության հնարավորություն ունի,
դա մեր գիտակցությունից, մեր գաղափարներից, հասկացողությունից վեր է, սիրելիներ, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն ուղարկեց, որ ով հավատա փրկություն ունենա, սիրելիներ, դա նշանակում է երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր մարդ ունի ապաշխարության հնարավորություն, երկրի վրա չկա, Աստծու համար չկա այլևս հրեա և հույն, և ինչու համար է դատաստանը սկսված Աստծո տնից, որովհետև մենք շարունակ գոչել ենք, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, առաջինը, սակայն չենք արել մեր առաքելությունը, չենք արել Տիրոջ աղը և լույսը, այդ առաքելությունը ազգերի մեջ, բոլոր ազգերի մեջ Տիրոջ բարի լուրը, ավետարանի բարի լուրը պետք է տարածեինք, սիրելիներ, կատարվել է անգործություն, մեր երկիրը անգործության մեջ է եղել, մենք շատ փոքր ենք, սակայն սիրելիներ, մենք դեռ կանք, դա նշանակում է բարձրյալ Աստված դեռ ողորմացել է փառք Տիրոջը և այսօր էլ Տիրոջ ձեռքը չի կարճացել և այսօր էլ Տիրոջ սերը չի սառել և Տերը ուզում է, որ մենք ապաշխարենք, ասում է ընդունելի ժամանակում լսեցի, սա է ընդունելի ժամանակը, սիրելիներ, մեր աղերսները, մեր աղոթքները, մեր ծոմապահությունները բոլորը լսված են, սակայն սիրելիներ, այն, ինչ որ Տիրոջից բացված է, տեսիլքը, որ տրված է, արդյոք մենք ունենք այդ խոնարհությունը ընդունելու Տիրոջ տված տեսիլքը, բոլորը տեսիլք են խնդրում Տիրոջից, բոլորն աղոթում են և տեսիլք են խնդրում և այդ բառերը ասվեց մեր եղբայր Ռուբիկ Փահլևանյանի կողմից 2023 թվի նոյեմբերի 3-ին միջեկեղեցական աղոթքաժողովի ժամանակ և երբ Տերը ինձ հետ պետք է խոսի, նա ինձ առաջնորդում է ծոմապահության և այդ օրն էլ կրկին, երբ Հայաստանում արդեն կատարվել էր այդ արարողությունը, այդ աղոթքաժողովը, ես Ամերիկայում լսում էի գիշերեր ինձ մոտ և Սուրբ Հոգին ինձ առաջնորդում էր ծոմապահության, ես գիտեի, որ Տերը մի բան է ասելու և արդեն թուղթուգրիչը ինձ մոտ էր, սիրելիներ, ես ծնկում էի յուրաքանչյուր հովվի հետ, նրա բարձրացրած աղոթքի հետ ծնկում էի, բարեխոսում էի իմ ազգի համար, սիրելիներ, և երբ Ռուբիկ Փահլևանյանն էր խոսում, նա ասում էր, արդյոք մենք պատրաստ ենք ընդունելու այն տեսիլքը, մենք տեսիլք ենք խնդրում Աստծուց, բայց արդյոք մենք ունենք այդ խոնարհությունը ընդունելու Աստծո տված տեսիլքը և այսօր էլ սիրելիներ, Աստված դեմ է, հակառակ է հպարտներին և Աստված շնորհ է տալիս խոնարհներին, սիրելիներ, ով եմ ես, ինչու եմ խոսում, սիրելիներ, ամեն բառիս համար պատասխան եմ տալու, այն ինչ որ ինձ բացվել է, պետք է բոլորն ասեմ և ասեմ, որ կրկին ծոմապահության մեջ էի փետրվար ամսին 2025 թիվ և փետրվարի 2-ին, 4-ին, 6-ին այդ օրերին Տերը շատ է խոսել ինձ հետ և բացվել է, որ Տիրոջ բարկությունը, այո, Տիրոջ բարկությունը իր ժողովրդի վրա է և Ովսեի մարգարեությունով ասվում է, որ Տերը վերցնում է քահանայությունը, այս բոլոր ձայնագրությունը այս ձայնագրության երկրորդ մասը կլինի, ով ականջունի թող լսի, ինչ է Հոգին ասում եկեղեցիներին և դրա վերնագիրն է ձեր պատասխաններն Աստծուց հայեր և ով չարին բարի կասի, սիրելիներ, Եսայի մարգարեությունից է դրված վերնագիրը և անպայման հղումը դնելու եմ երկրորդ մաս, գրելու եմ երկրորդ մաս, իմ էջում կգտնեք երկրորդ մաս և այդ երկրորդ մասով, սիրելիներ, ամբողջ ինչ որ բացված է ինձ Աստծո բարկությունը և որտեղ է, որ Տերը խոսում է իր բարկության մասին, Եսայի մարգարեության 5-րդ գլխով Տերն ասում է. այգու մասին երգը, թող երգեմ իմ սիրելիի համար, իմ սիրեցյալի երգը նրա այգու մասին, իմ սիրելին մի այգի ուներ, մի արգավանդ բլուրի վրա, նա ցանկապատեց այն,
փորեց այն, քարերը հանեց միջից, ընտիր որդեր տնկեց, նրա մեջտեղում դիտաշտարակ կառուցեց, փորեց նաև մի հնձան և սպասեց, որ խաղող տար, բայց այն ազող տվեց։ Հիմա, ով Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, դատավոր եղեք իմ և այգու միջև։ Սիրելիներ, Տերը խոսում է Աստվածաշնչով, և այս բոլոր բաները բացված է Իսրայելի ժողովրդի համար։ Սակայն ինձ հետ Տերը խոսում է հստակ Աստվածաշնչով, բացելով իմ հարցի պատասխանները, և սրանք ասված են Իսրայելի ժողովրդի համար, սակայն մենք պետք է հետևություն անենք, ինչ բառերով է Տերը խոսում, և այդ բառերից մենք մեր ազգի համար պետք է հետևություն անենք, որ այդ նույն բառերով այսօր Տերը խոսում է մեր ազգի հետ։ Տերը երեկ, այսօր և հավիտյան նույնն է, նրա գործելակերպը չի փոխվում, սիրելիներ, Տերը ողորմած Աստված է։ Ցանկացած ժամանակներում Տերը մարգարեներ է բարձրացրել, որ իր խոսքը փոխանցեն, սիրելիներ, և վայ են մարգարեին, որ չի փոխանցի։ Ես այդ ծոմապահությունով ողորմության եմ արժանացել, որ այսօր կրկին խոսեմ, որովհետև ես ի զորու չեմ որևէ բառ խոսելու, եթե Տիրոջ Սուրբ Հոգին չի առաջնորդում։ Փառք Տիրոջը։ Եվ Տիրոջ Սուրբ Հոգով դուք կունենաք հաստատություններ։ Եվ ասում է. Հիմա, ով Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, դատավոր եղեք իմ և իմ այգու մասին, մեր դեպքում հայ ազգ։ Էլ ինչ կար անելու իմ այգում, որ ես չեմ արել նրանում։ Ինչու, երբ սպասեցի, որ խաղող տար, նա ազող տվեց։ Հիմա ես ձեզ պիտի տեղյակ պահեմ, թե ինչ եմ անելու իմ այգուն։ Ես կվերացնեմ նրա ցանկատունկը, որ նա ճարակ դառնա, կործանելու եմ նրա եզրապատերը։ Մի ուրիշ Աստվածաշնչում գրված է ցանկապատը, այսինքն սահմանը, սիրելիներ, և Տերը ողորմի։ Կվերացնեմ նրա ցանկատունկը, որ նա ճարակ դառնա, կործանելու եմ նրա եզրապատերը, որ ոտքի կոխան դառնա, խոպան եմ թողնելու այն, չպիտի էտվի, չպիտի բրվի, և ցախ ու փուշ պիտի բուսնի նրա մեջ, ամպերին հրամայելու եմ, որ նրա վրա անձրև չթափեն, որովհետև զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի երկրի մարդիկ էլ նրա ախորժելի տունկը, նա սպասում էր իրավունքի, և ահա արյունահեղություն, արդարություն, և ահա աղաղակ տառապալից։ Սիրելիներ, և Տերը բացում է երկրորդ մասում մանրամասնորեն բոլոր հարցերի պատասխանները, ինչ է կատարվում Հայաստանում, և այդ բոլորը Աստծու խոսքով մեկնաբանված, որ Աստված ինքն է բացել, սիրելիներ, բոլոր հարցերի պատասխանները, ձեր հարցերի պատասխանները հայեր, այդ վերնագրով, ձեր հարցերի պատասխանները հայեր, այդ վերնագրում, այդ ձայնագրությունում կլսեք ինչ է բացված հայ առաքելական եկեղեցու համար, որ նրանք այստեղ ապաշխարում են, այնտեղ իրենց ծեսերի մեջ են և Տիրոջ համար գարշելի է ձեր ծեսերը, սիրելիներ, և ինձ հանդիմանում են այն մասին, որ երբ ես պատմում եմ, պետք է պատմեմ այս վկայությունը, որ 2020 թվին, երբ երեխաներիս պետք է տանեի առաքելական եկեղեցու երգչախմբում, նրանք երգում էին, և այդ օրը պետք է նշեին Տրնդեզի արարողությունը, այդ ծեսը, և նախորդ գիշերը ինձ բացվեց Աստվածաշնչով բօրինած 18-րդ գլուխը, և հենց այդ տողերը Տերը ինչպես է խոսում, բացում է Սուրբ Հոգով առաջնորդված, երբ ես աղոթքի մեջ եմ լինում, և կամ հարցեր եմ ունենում Տիրոջը, և Սուրբ Հոգին առաջնորդում է, որ ես գիրքը բացեմ, և գիրքը բացվում է այն էջի վրա, և իմ աչքերը հառվում են այն տողի վրա, որով որ Տերը խոսում է ինձ հետ, սիրելիներ, և այդ օրը բացվեց, ես իմ տղային և աղջկան հաջորդ օրը պետք է տանեի այդ Տրնդեզի տոնակատարությունը, ծեսը տոնելու, և Տերը բացեց քո տղային կամ աղջկան չանցկացնես կրակի վրայով, դա գարշելի է Տիրոջ համար, դա պիղծ է, և ես պապանձվեցի, ես ասեցի, ես չգիտեմ Տեր,
բա իմ երկրի քահանաներն էլ չգիտեն այդ մասին, չէ՞ որ սևով սպիտակի վրա գրված է, որ մի անցկացրեք, դա գարշելի է, սիրելիներ, ես մի դատարկ անոթ եմ, դատարկ անոթ, որ ձեր նման գիտություն չունեմ Աստվածաշնչից, փառք Տիրոջը օրորի Սուրբ Հոգով լցվում է իմաստությունը այն չափով, ինչ չափով ինձ անհրաժեշտ է, սակայն ես ձեր նման կոնտեքստներ չգիտեմ, շատ կոնտեքստներ չգիտեի եւ Տերը ինչպես որ խոսում էր ինձ հետ, ես տվյալ բառերով եւ Տերն ինձ ասում էր պիտի ծաղրվի եւ բացում էր էջը այն ինչի համար որ նա կանչում էր ինչ պետք է արվեր եւ բացվում էր որ պիտի ծաղրվի եւ ես հստակ գիտեի որ ծաղրելու են հստակ գնում էի խոսում էի այդ մասին եւ տարբեր իրավիճակներում Տերը բացել է բառերով նախադասությունով որ ես հաստատում եմ ունեցել որ դա պետք է արվի եւ այսօր էլ սիրելիներ այո ես դատարկ անոթ եմ որ պետք է գործեի Տիրոջ համար եւ փառք Տիրոջը որ ես դատարկ անոթ եմ փառք Տիրոջը որ ոչ իմաստություն ոչ այդպիսի իմաստությունն եմ ամեն բան Տիրոջով է եւ իմ իմաստությունն է Տիրոջով եւ իմ իմաստության չափն է Տիրոջով եթե որոշ մարդիկ մտածում են որ դա ձեր խնդիրն է սիրելիներ թե դուք ինչ եք մտածում բայց ես անելու եմ այն ինչ որ ինձ հանձնարարված է ես վախենում եմ տիեզերքի Տիրոջից ես փոքրուց մեծացել եմ Տիրոջ երկյուղն ունենալով եւ այսօր բոլոր բաների մասին որ ես լռել եմ այսօր պետք է խոսեմ եւ փառք Տիրոջը հայ առաքելական եկեղեցուց վերցվել է 2023 թվի մայիսի 17-ին այդ ուղերձով ասված էր, որ առաքելական եկեղեցուց վերցվել է առաջնեկության օրհնությունը, որովհետև նա Եսավի նման եղավ եւ Եբրայեցիներին 12-րդ գլխով Տերը բացեց, որ Եսավը մի աման ճաշի համար ուրացավ Տիրոջը եւ աշխարհի ցանկություններով տարված հայ առաքելական եկեղեցու քահանաներն էլ իրենք Աստծուն ուրացան սիրելիներ իրենք իրենց տեղերում նստած աճեցին փարթամացան սակայն այն գործը որ պետք է անեին ժողովրդին գիտություն տային գիտություն սովորեցնեին չարեցին եւ Տերն ասում է սուրբը անսուրբից ճանաչել չսովորեցրիք Եզեկիել 22 գլխով եւ Ովսեի մարգարեության 6-րդ գլխով ասում է իմ ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով եւ ասում է քանի որ դու չսովորեցրիր, չարեցիր քո պարտականությունը որպես քահանայություն, Տերը քեզանից վերցնում է քո քահանայության իրավունքը։ Սիրելիներ, ասեմ, որ Տիրոջ մարմնի մեջ, եթե դուք Տիրոջ մարմնի մաս եք կոչվում, եկեղեցի, Քրիստոսի մարմինը կազմված է տարբեր եկեղեցիներից եւ ամեն եկեղեցիներ, ինչպես հայտնության եկեղեցիներն են, հայտնության եկեղեցիները տարբեր են սիրելիներ եւ նրանց գործելակերպն է տարբեր, սակայն դուք նույնպես եթե ձեզ համարում եք Քրիստոսի մարմինը պառակտված չի կարող լինել սիրելիներ, սակայն դուք ձեր հետևորդներին եւ ողջ հայ ազգին տարել եք մոլորության, տգիտության ճանապարհով եւ ձեր անգործությունն է պատճառը, որ ժողովուրդը ունենալով Աստվածաշունչեր համբուրել են դրանք եւ դրել են եւ ոչ մի գիտություն չեն ստացել եւ այս ժողովրդի արյունը եթե դուք այսօր այս վերջին ջանքը չգործադրեք այսօր Եփեսացիներ 4-րդ գլխով Տերը բացում է որ բոլորս մեկ մարմին լինենք եւ ասում է արտաղաչում եմ ձեզ Ես Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք, ամենայն խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով, հոգու միությունը խաղաղության կապով պահել։ Սիրելիներ, Եփեսացիներին 4-րդ գլուխը տրված է մեր ազգի համար, որպես ելք Եվ այս մասին իմ էջում բազմիցս խոսվել է, Եփեսացիներ 4-րդ գլխով սիրելիներ,
Տերը կանչում է միաբանվելու բոլոր եկեղեցիներին, բոլոր հարանվանություններին եւ ասված էր առաքելական եկեղեցու բոլոր քահանաներին միաբանվել ավետարանական եկեղեցու հետ, առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներ, ժողով գումարեք, դուք պետք է ձեր ձեռքերի արյունը մաքրելու համար դուք պետք է միաբանվեք ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդների հետ։ Ամեն ինչի մասին հերթականությամբ եմ խոսելու, բայց հիմա լսում ենք Տիրոջ խոսքը եւ ասում է. «Ջանալով հոգու միությունը խաղաղության կապով պահել, մեկ մարմին եւ մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք, մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է, բայց մեզ յուրաքանչյուրիս Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված, դրա համար ասում է. ելավ բարձունքները, գերիներ տարավ եւ մարդկանց պարգևներ տվեց»։ Սաղմոս 68:18 է մեջբերումը։ Ինչ է նշանակում ելավ, եթե ոչ որ նախ երկրի ստորին կողմերն իջավ, այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի, եւ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, սա նոր կտակարանից եմ կարդում, սիրելիներ, եթե դուք հարցեր ունեք Տիրոջ Աստծո խոսքի կատարելության, Աստծո խոսքի բացարձակ ճշմարտության հետ, յուրաքանչյուրս հաշիվ ենք տալու մեր հասկանալու, չհասկանալու, ձև բռնելու հասկացանք ու չհասկացանքի համար, ամեն ինչի համար յուրաքանչյուրս հաշիվ ենք տալու, սիրելիներ։ Եվ Տերն ասում է. «Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ եւ վարդապետներ, կատարելագործելու սրբերին ծառայության գործում, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության եւ Աստծու Որդու ճանաչողության, որպես հասուն եւ կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով, որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում են ու տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով, ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը, որից ամբողջ մարմինը միասնական ու ներդաշնակ բոլոր հոդերի օգնությամբ յուրաքանչյուր անդամի ներգործության չափով աճում է ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար եւ Քրիստոսով նոր կյանք, բոլորդ կարդացեք Քրիստոսով նոր կյանք։ Սիրելիներ, ինչ է նշանակում բոլոր հոդերի օգնությամբ յուրաքանչյուր անդամի ներգործության չափով։ Տիրոջ մարմինը ունի տարբեր անդամներ, սիրելիներ, ինչպես մեր մարմինը ունի տարբեր անդամներ, սիրելիներ, սիրտ, թոքեր, տարբեր օրգաններ, որոնք իրենց ֆունկցիաներն են կատարում, եւ այդպես էլ Աստծո մարմինը։ Աստծո մարմինը պետք է ներդաշնակ, իրար հետ ներդաշնակ գործի, սիրելիներ, չի կարա Տիրոջ մարմինը պառակտված լինի, չի կարա սիրտը մարմնից դուրս աշխատի եւ չի կարա թոքերը մարմնից դուրս աշխատեն, կտրված լինելով մարմնից, այնպես էլ դուք, սիրելին եկեղեցիներ, բոլորդ առաքելական եկեղեցի եւ ավետարանական եկեղեցիներ, դուք ունեք ձեր ֆունկցիաները։ Ինձ համար բացված էր, որ առաքելական եկեղեցին ցանող է եղել, սակայն Տերը ընտրել է աճեց ջրող։ Ջրողը դա ավետարանական եկեղեցին է, Փառք Տիրոջը բոլոր եկեղեցիների համար։ Ես ինքս պտուղն եմ առաքելական եկեղեցու ցանած սերմի, որ ես հետևորդ եմ եղել առաքելական եկեղեցու, սակայն բավարար ինֆորմացված չլինելով, սով ու ծարավ եմ եղել Աստծո խոսքի, սիրելիներ, եւ Տերն է հոգացել, որ 12 տարի ավետարանական եկեղեցու ռուսախոս քարոզչի միջոցով ես առաջնորդություն եմ ունեցել, Փառք Տիրոջը, լցվել եմ եւ Տիրոջ Սուրբ Հոգին է առաջնորդում, ուսուցանում, գոհություն ու փառք Տիրոջը, եւ ամեն բան, որ բացվում է, Աստծո Սուրբ Հոգով է բացվում, գոհություն եւ փառք Տիրոջը Աստծո մարմնի համար, սակայն եթե
այսօր Տերը բացում է մեր անելիքները ու ասեմ, որ աճեցնողը Աստված է, Պողոսյաններ, Ապողոսյաններ, սրանք մեր մարդկային դատողությունով է, սիրելիներ, եւ Տիրոջը ատելի է այս ամեն ինչը, եւ այսօր էլ այս մեր երկրի օրհասիր ժամանակ Տերը մեզնից միասնություն, միաբանություն է ուզում, սիրելիներ, գոհություն փառք մեր Տիրոջը։ Եվ ես գիտեի, որ Եփեսացիներ 4 գլխով Տերը ասեմ, որ 23 թվականի մայիսի 17-ին Տերը ինձ բացեց, որ ես պետք է կարդամ Աթհաքավորած գիրքը։ Եվ երբ հասա 15-րդ գլխին, այդտեղ ասվում էր. Աստված մերժում է Սավուղին եւ օծում Դավթին, 16-րդ գլուխ, Տերը օծում է Դավթին։ Եվ ես հարց տվի, Տերը այդ տողերով խոսեց, Մարգարեության երկրորդ մասն է Աստված մերժում է Գարեգին բեի հովվությունը հայոց հոտի վրա։ Եվ այդ բոլոր մանրամասները դուք կլսեք այդ մարգարեությունում, սիրելիներ։ Եվ ինչու կորցրինք Արցախը տոտալ անգործության պատճառով, եւ բացված էր, որ բոլոր եկեղեցիներում անգործություն էր, եւ աշխարհով էին զբաղված, աշխարհասիրությամբ, հագուկապից էին միայն խոսում, եւ միայն արտերկրում բնակվող քույրս էր, որ խոսում էր Աստծուց, այսինքն արտասահմանի հայությունն է, որ դա ինձ բացված էր, եւ այդտեղ երազի մեկնությունն է տրված, որ ես դուրը չքվեց եւ թշնամին Թուրքիան եւ Ադրբեջանը կանգնած էին, տղամարդ էր գրեհիկ պահվածքով, պահանջատիրոջ պահվածքով եւ կարծես դուրը վերացավ, սիրելիներ, բայց Տերը ցույց տվեց, որ դա անգործության հետևանք է եղել։ Փառք Տիրոջը, այդ մարգարեության մեջ կլսեք ամբողջապես։ Եվ երբ պարզ էր, որ Գարեգին բեին տրված էր 22 թվին, տրված էր հնարավորություն ապաշխարելու եւ Տիրոջ կամքի համեմատ առաջնորդվելու եւ առաջնորդելու եւ ասված էր բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջեն Հայաստանում եւ բոլոր մարդկանց ապաշխարության առաջնորդեն, արվեցին ինչ որ բաներ, սակայն կրկին ժողովուրդը թեքվեց դեպի կռապաշտություն եւ այս տարի էլ, սիրելիներ, այդքան ասելուց հետո, որ ձեր ծեսերը պիղծ են Տիրոջ համար, դուրս եկեք կռապաշտությունից, դուք կրկին վերադարձաք ձեր ծեսերին, կրկին դուք տրնդեզ եք տոնում, տյառն ընդառաջ անուն եք դրել, բայց եթե դուք անունը փոխում եք, բովանդակությունը չի փոխվում, սիրելիներ, դուք նույն կռապաշտության ծեսն եք անում, ինչքան էլ դուք փորձեք փոխել, փորձեք սվաղել, փորձեք, չգիտեմ, ծածկել, ոչինչ Տիրոջ աչքից ոչինչ չի վրիպում, եւ Տերն ասում է, որ իր համար գարշելի է այն ինչ որ դուք անում եք, փառք Տիրոջը։ Եվ ես գիտեի, որ Գարեգին բեից վերցված է այդ հովության իշխանությունը եւ Աստված մերժում է Սավուղին, Սավուղը մեր դեպքում Գարեգին բն է, եւ Աստված օծում է Դավթին։ Ես հարց տվի մայիս ամսին 23 թվի, Տեր, ով է Դավիթը։ Եվ ինչպես միշտ հոգով առաջնորդված ծոմապահության մեջ մտա։ Ես գիտեի, որ Տերը անուն է բարձրացնելու, սիրելիներ, սակայն փառք Տիրոջ, օրհնյալ է մեր Տերը, ամեն բան իր ավարտին եմ հասցնելու, գոհություն եւ փառք մեր Աստծուն, Տիրոջ Սուրբ Հոգու օգնությամբ։ Սիրելիներ, ես այդ օրը ունեցա տեսիլք, կես քունեի, կես արթուն էի եւ տեսա Ազատության հրապարակը 10 անգամ ավելի մեծ եւ ամբողջ ժողովուրդ էր եւ ես նայում էի վերևից, կարծես իմ աչքերը բարձրում գտնվող կամերալին էին եւ ես այսպես ինչպես կամերան է մոտեցնում եւ հեռացնում, այդպես իմ աչքերը մոտենում էին ժողովրդին եւ հեռանում եւ երկու անգամ ես լսեցի Արման Մանուկյան, կարծես Ազատության հրապարակում ողջ հայ ազգն էր հավաքված եւ հստակ լսեցի Արման Մանուկյան եւ ես երբ աչքերս բացեցի, ես հարց տվեցի. ով է Արման Մանուկյանը եւ
Ես գիտեի, որ Արման Մանուկյանը հովիվ է և ես եղել եմ Արման Մանուկյանի եկեղեցում և նա սիրում էր ասել, որ ինքը լավ ուսուցիչ է, ունի ուսուցչության պարգև և ես հարց տվի, ով է Արման Մանուկյանը, ուսուցիչ թե հովիվ, և ես կրկին լսեցի 2 անգամ հովիվ Արման Մանուկյան, հովիվ Արման Մանուկյան, հարց տվեցի տիրոջը սիրելիներ, ինչու Արման Մանուկյանը, և պատասխանը Աստծո խոսքով Տերը բացեց Փիղադելփիայի եկեղեցուն հայտնության գրքով պատգամը, ով է Արման Մանուկյանը, ինչու Արման Մանուկյանը հարցին։ Գրիր նաև Փիղադելփիայի եկեղեցու հրեշտակին, այսպես է ասում Սուրբը, ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին, բաց է անում և չկա մեկը, որ փակի, և փակում է ու չկա մեկը, որ բաց անի։ Տեսա քո գործերը, ահա քո առաջ դրի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ թեև քիչ զորություն ունես, բայց պահեցիր իմ խոսքերը և չուրացար իմ անունը։ Ահավասիկ, ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, նրանք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն և ստում են, պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։ Քանի որ պահեցիր իմ համբերության խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։ Ահա շուտով գալիս եմ, պահիր ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը։ Փառք Տիրոջը։ Եվ այստեղ մինչև վերջ եմ կարդում, ով հաղթի, նրան իմ Աստծու տաճարին սյուն պիտի դարձնեմ, և նա այլևս այնտեղից դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը, և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից, իմ Աստծուց, և նրա անունը նոր է, ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։ Սիրելիներ, այսօրվա ուղերձը հենց այս վերնագիրն ունի, ով ականջ ունի, թող լսի, ինչ է Հոգին ասում եկեղեցիներին։ Մեր Տիրոջ գործելակերպը չի փոխվել։ Սիրելիներ, Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից հանելուց Տերը բարձրացրեց Մովսեսին։ Եվ այսօր էլ Տերը ինձ ցույց տվեց, որ ինքն է առաջնորդում, հենց ինքն է գնում մեր առջևից։ Եվ հովիվ է բարձրացրել, որպեսզի այդ հովիվը, ինչպես Մովսեսին Տերը բարձրացրեց Իսրայելի ժողովրդին առաջնորդելու, այսօր էլ, որպեսզի ողջ հայությունը տարատեսակ վարդապետություններով չմոլորվի, Տերը բարձրացնում է հովիվ Արման Մանուկյանին, բոլոր եկեղեցիները, սա այն տեսիլքն է, սիրելիներ, որ Տերը տվել է, սրա մասին մանրամասները ես կրկին այս նկարագրության մեջ կդնեմ հղումը, որը ձայնագրել եմ 2023 թվին, այդ տեսիլքի մասին և այդ հայտնության մասին ձայնագրվել է, սակայն չի դրվել, կրկին երրորդյա ծոմապահությունից հետո ձայնագրվել է, սակայն չի դրվել։ Եվ այս տարի հունվար ամսին ես Սուրբ Հոգով առաջնորդություն ունեի, որ պետք է անպայման դա դնեմ, սակայն ինձ թույլ չտրվեց դա դնեմ, սիրելիներ, և ինձ ասված էր, որ պետք է ենթարկվեմ իմ վրա դրված իշխանությանը, սակայն ես հանդիմանվեցի, որ Տիրոջ առաջ ինքս եմ անհնազանդության մեջ, Տերը ինձ ինչ ասել է, ես դա պարտավոր եմ ասելու, անելու, սիրելիներ, և այսօր ինձ ոչ մեկ չի կանգնեցնի, որովհետև ոչ մեկ չի հայտնվել այն վայրում, որտեղ ես եմ եղել, որտեղ գետնին էի գանվել, որտեղ որ չկար, կյանք չկար, առանց Սուրբ Հոգու կյանք չկար, կարծես Տերը ինձ լքած լիներ, դա տևեց 1 օր, այդ 1 օրը ես կարծես մեռած լինեի, և փառք Տիրոջը, իմ աղաչանքներն ու պաղատանքները, իմ ապաշխարությունը, փառք Աստծուն, որ հաջորդ օրը Տերը իր երեսը պայծառեցրեց և ժպիտ տվեց ինձ, իր սուրբ ներկայությանը արժանացրեց ինձ, ես այլևս չեմ պատրաստվում լռելու, ոչ մեկին հաճոյանալու, սիրելիներ, ու ոչ մեկից չեմ վախենում, սրով մարմինը կսպանեն,
բայց հոգիս չեն կարող սպանել, սիրելիներ, ու ոչ մեկ ոչինչ չի կարող անել, բարձրյալ Աստծուց է պետք վախ ունենալ, փառք Տիրոջը, որ ես ապաշխարության հնարավորություն ունեցա, փառք Տիրոջը, որ կարող եմ այսօր վերջին ճիգերը գործադրեք, Աստծու բարկությունը երկրի ժողովրդի վրա է, բոլորը ատելու, դատելու մեղքի մեջ են, եղբայրը եղբորը ատում է, Արցախը կորցրիկ ինչի համար, որ եղբայրասիրության մեջ լինեք, թե չէ բոլորը ձեր համար Ղարաբաղցի, Երևանցի, Ախտեցի, էլ չեմ ասում կողքի մականունները, Աբարանցի, դու միայն հայը կարող է հային ցածրացնել, ամեն մեկը գոռոզության, հպարտության մեղքի մեջ են եւ այդ բոլորի մասին բոլոր հարցերի պատասխաններում կգտնեք, որ Աստծուց են, Աստծու պատասխանը հայերին։ Դուք այդ վերնագրով իմ էջի վրա Ռուզաննա Գադիզլավ կգտնեք բոլոր հարցերի պատասխանները եւ ձեր մատաղները, որ գարշելի են Տիրոջ համար, եւ ձեր պատմահուշարձանները, որ գարշելի են Տիրոջ համար, խաչքարերը գարշելի են եւ երկիրը շնության մեջ է եւ երկրի տղամարդիկ այրերը շնության մեջ են, բոլորը սիրուհի են պահում եւ անօրինություն է տիրում, ամենտեղ կաշառակերություն եւ Տիրոջ խոսքն էր Եսայի 1-ում ասում, չէ, որ ամբողջ մարմինը հիվանդ է, գլուխը հիվանդ է եւ փառք Տիրոջը, որ այսօր նոր առաջնորդ է Տերը բարձրացնում բոլոր հայտնությունների համար մանրամասնորեն եւ Արման Մանուկյանը ինձ արգելում էր խոսել, մինչեւ հաստատումներ չլինեն։ Փառք Տիրոջը, սիրելիներ, իմ գործը հայտնելն է, մնացածը ձեր անելիքն է եւ մեր եղբայր Ռուբիկ Փահլևանյանի ասած խոսքով, սիրելիներ, մենք տեսիլք ենք խնդրում Աստծուց, մենք աղաղակում ենք, աղոթում ենք, բայց արդյոք պատրաստ ենք Տիրոջ ուղարկած տեսիլքը ընդունելու, արդյոք ես յուրաքանչյուրս պատրաստ եմ լինելու այնքան խոնարհ, որ Տիրոջ տված տեսիլքին ասեմ այո Տեր, ես հնազանդվում եմ եւ այդ օրը հրաշք տեղի ունեցավ, սիրելիներ, եւ ծոմապահության մեջ էի կրկին եւ հենց այդ աղոթքաժողովով Տերը հաստատումը ուղարկեց, որովհետեւ ես բազմիցս հաստատումներ էի խնդրում եւ հաստատումները շատ են, փառք Աստծուն եւ տեսիլքով եւ երազով, ասեմ երազներից մեկը Տերը ինձ ցույց տվեց, որ ես Հայաստանում եմ, մխիթարում էի, գնում էի տարբեր մարդկանց տներ, մխիթարում էի մարդկանց եւ հայտնվեցի Արման Մանուկյանի բակում եւ այդտեղ շատ անելիքներ կար եւ այդ երազով սիրելիներ Տերը ցույց տվեց, որ ես պետք է Արման Մանուկյանի հետ ծառայեմ Տիրոջ գործը անելու եւ ես փառք Տիրոջը այն իշխանությունը, որ իմ վրա դրված էր, գոհություն եւ փառք Տիրոջը, որպես հովիվ ինձ համար ընտրված էր Արման Մանուկյանը քննելու բոլոր երազներն ու տեսիլքները, այնինչ որ խոսում եմ, բոլորը քննված են, գոհություն եւ փառք մեր Տիրոջը։ Փառք եմ տալիս Աստծուն այսօր այս հնարավորությունը օգտագործելու համար եւ այսօր մի վկայության մասին եմ ուզում խոսել, սիրելիներ, դա Տիրոջ Սուրբ Հոգով առաջնորդված այս գիշեր ես Աստծո ներկայության մեջ էի, երբ Տերն ասեց ինչերի մասին պետք է խոսեմ։ Այո, մեր Տերը սիրող, ողորմած Աստված է, սակայն Տերը ունի նաև իր բարկությունը եւ մենք չենք կարող խոսափել Աստծո դատաստանից։ Դատաստանը իր տնից է սկսված, սիրելիներ։ Փառք Տիրոջը եւ Տերը չի ուզում իմ երորյա ծոմապահության մեջ ինչ բացվեց, սիրելիներ, որ Տիրոջ նպատակը այն չի, որ մեզ տանի կործանի եւ ինձ բացվեց, որ ամեն բան բարիին գործակից է լինում Աստծուն սիրողների համար, ինչի միջով էլ որ կանցնեք, սիրելիներ, ինչպիսի դաժանության միջով, տառապանքի միջով, սովի միջով, հալածանքի միջով, սրի միջով, ինչի միջով որ անցնեք, Հիսուս անունը չուրանաք, Քրիստոսին չուրանաք, սիրելիներ, ով մինչև վերջ համբերի կժառանգի երկինքը, ով մինչև վերջ համբերի հաղթության պսակը կստանա եւ հայտնության եկեղեցիներին ուղված պատգամներում է Տերը
Բիբլիայում բոլոր եկեղեցիներին գրեթե նույն բանն է ասում, ով մինչև վերջ հաղթի, ով մինչև վերջ համբերի։ Սիրելիներ, այսօր, ինչպես որ Փիղադելփիայի եկեղեցուն էր ասվում է, որ ահա շուտով գալիս եմ, եւ մեր Տերը ինձ բացել էր, որ Մարանաթա, Տեր Հիսուսն է գալիս։ Ես նույնիսկ չգիտեի Մարանաթա ինչ է նշանակում։ Երբ աչքերս բացեցի, ես այս խոսքերից բացեցի աչքերս։ Մարանաթա, Տեր Հիսուսն է գալիս, մաքրիր հանդերձներդ եկեղեցի։ Ես անմիջապես Google արեցի եւ այդտեղ գրված էր Տերը գալիս է։ Փառք Տիրոջը, այո, ես դատարկ անոթ եմ։ Այո, այն իմաստությունը ինչ չափով որ պետք է Սուրբ Հոգուց է, այն ինչ որ խոսում եմ Սուրբ Հոգուց է, փառք Տիրոջը, դուք հաստատումներ կունենաք, եւ Տիրոջ խոսքն է ասում, չէ, որ նա չէ ընտրվածը, ով ինքն իրեն է բարձրացնում, նա է ում Տերն է բարձրացնում, եւ երազով, սիրելիներ, Տերն ինձ ասել էր, որ օծությունս կվերցնի, նույնիսկ ես չգիտեի, դա 2020 թիվն էր, որ ինչ բան է օծություն։ Ես չէի հասկանում, միայն գիտեի, որ օծությունը տիտղոսներ ունեցող մարդկանց է օծյալ ասում, փառք Տիրոջը, եւ ոչ մի բան մարդկային ձևով չի, սա հոգով է, հոգով ընդունեք սիրելիներ, հոգով դուք կունենաք հաստատումները, փառք Տիրոջը, սեփական իմաստության վրա մի հենվեք սիրելիներ, Աստծո ճշմարտության վրա, Աստծո հոգին է ապրեցնողը, հոգու առաջնորդությանը այսօր ապավինեք սիրելիներ, եւ չլինի Հռոմեացիներին 1-ի մեջ ասված խոսքը, որ իրենց իմաստունների տեղ դրեցին, սակայն հիմարացան։ Եթե դուք այսօր էլ չհնազանդվեք, միևնույն է դատաստանից չեք խուսափելու, միևնույնն է ձեզ ասված է, ձեզ բացված է, ու դուք անհնազանդությունը կռապաշտության նման է սիրելիներ, եւ դա Աթաքավորաց 15-րդ գլխում Սավուղին է ասում, որ նա անհնազանդության մեջ էր, ասվում է այդտեղ անհնազանդությունը կռապաշտության նման է, եւ Հայտնության գրքում է ասվում, որ կռապաշտները, անհավատները չեն մտնելու երկինք, սիրելիներ, այսօր վերջին ջանքերը գործադրեք, միաբանվեք, դուք ունեք այսօրվանից ունեք հոգևոր առաջնորդ, նա է, ասեմ, որ նա գիտի դրա մասին 2023 թվականի մայիս ամսից, երբ որ ես ստացել եմ այս մասին, երբ ստացա, ես դեռ կյանքի խոսք եկեղեցին էի հաճախում, այստեղ եւ Հովիվ Ռուբեն Զոհրաբյանը իմ հովիվն էր, եւ նա գիտի այս հայտնության մասին, եւ ինձ ասված էր Տիրոջ Սուրբ Հոգով, որ իմ առաքելությունը ավարտված է կյանքի խոսքում, եւ ես հարցրի Տեր, ուր ես ինձ տանում, եւ Տերը ինձ երազով առաջնորդեց այն երազը, որի մասին որ պատմեցի, Արման Մանուկյանի բակն էր։ Ես հասկացա, որ առաջնորդություն ունեմ օգնելու Արման Մանուկյանին, փառք Տիրոջը, եւ ընթացքում էլի երազներ են եղել եւ հայտնություններ են եղել, որոնք կիսվել են, որոնք քննվել են եւ եկեղեցու շինության համար են դրանք ծառայել, փառք Տիրոջը, գոհանում եմ Աստծուց, սակայն այսօր տիեզերքի Տիրոջ առաջնորդությանն եմ ապավինում եւ այս բոլոր հայտնությունների մասին խոսում եմ, որ չեմ խոսել, ներիր ինձ ազգիմ, որ սրա մասին չեմ խոսել, չհաշված, որ ունեցել եմ մի քանի անգամներ առաջնորդություն, սակայն ինձ ասվել է, որ քո վրա դրված իշխանությանը պետք է ապավինես, բայց հանդիմանությունից հետո ես հասկացա, որ ինձ տիեզերքի Տերն է առաջնորդում, տիեզերքի Տիրոջ առաջ ես հաշիվ եմ տալու ամեն ասված բառիս համար, չասվածների համար, ծռելու համար, ներողություն եմ խնդրում, բայց ձեզ հաճոյանալ չեմ պատրաստվում, ես ամեն բան աղբ եմ համարել, ես դուրս եմ եկել բոլոր միջավայրերից, իմ անձը այսօր միայն Տիրոջ առաջ եմ խոնարհեցրել, աշխարհի աղմուկը լռեցրել եմ ինձ համար, սիրելիներ, որովհետև ահուդողով ապրում եմ չկորցնելու իմ փրկությունը։ Ասեմ, որ շատ հարձակումների եմ ենթարկվում հոգևոր դաշտում, յուրաքանչյուր ծոմապահության ժամանակ շատ զորավոր հարձակումներ են եղել, եւ այս ծոմապահության ժամանակ էլ
ձեռքերիս վրա թափվեց լվացքի հեղուկը և ես գիտեի, որ ալերգիա է առաջանում, սակայն դա պատահաբար եղավ և ասեմ, որ իմ ձեռքերը ալերգիայի մեջ էին կրկին և Տերը ինձ հետ խոսում է, որպեսզի ես չտկարանամ բազմաթիվ իրավիճակներում, ես գիտեմ, որ իմ վրա հարձակումը շատ մեծ է և ահա իմ ձեռքերը, սիրելիներ, նրանք ալերգիայի մեջ էին, փառք Տիրոջը, Տերը ողորմի, ներողություն եմ խնդրում, բայց ոչ մի բան ինձ չի կանգնեցնելու Տիրոջ գործը առաջ տանելու համար, այսինքն այն ինչ որ ինձ է վստահված և ես շնորհ եմ գտել սիրելիներ, փառք Տիրոջը, ես ողորմելիս շնորհ եմ գտել և այսօր էլ սիրելիներ, ինչպես ես ապաշխարեցի ու Տերը իր երեսը պայծառացրեց իմ վրա, այնպես էլ դուք սիրելիներ և այսօրվա համար Տերը խոսք է բացել, գոհություն և փառք Աստծուն, ով ականջ ունի, թող լսելու, թող լսի սիրելիներ և այսօրվա համար խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է, բարին Տիրոջից բարեհաճություն կստանա, բայց նենգամիտ մարդուն նա կդատապարտի և սիրելիներ այսօրվա համար կրկին, որ բացվել է առակաց գրքի մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, առակաց 16 Բայց Տերն է հոգիների կշռողը, մարդունն են մտքի ծրագրերը, առաջին խոսքից, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը, մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիների կշռողը, սիրելիներ, փառք Տիրոջը, քո գործերը Տիրոջը հանձնիր և քո մտադրությունները կհաստատվեն, Տերը ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ չար օրվա համար, Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները, նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու, անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից, երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ, սիրելիներ և իմ կյանքում ես այս վկայությունն էլ անեմ, որ իմ կյանքում բոլոր իրավիճակներում ես խոստացել էի պահել Տիրոջ պատվիրանները և Ղուկաս 11:28 է ասվում երանի նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը և կատարում, ես իմ կյանքում ուխտ եմ արել մինչև վերջին շունչս ծառայել Տիրոջը, սիրելիներ, այն բոլոր բարիքների համար, որ Տերն իմ կյանքում արել էր և իմ զավակի բժշկության ժամանակ, երբ այդ բժշկությունը տեղի ունեցավ, ես ուխտ արեցի մինչև վերջին շունչս ծառայեմ Տիրոջը և այս խոսքը ինձ համար կարծես լույս լինի, քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, յուրաքանչյուր իրավիճակում Տերը ինձ սովորեցրել է Աստվածաշնչով սիրելիներ, սովորեցրել է, բացել է Աստվածաշնչի խոսքը և դա էլ ասեմ, ես քննվել եմ այդ խոսքը իմանալու, կատարելու կամ չկատարելու համար, ասեմ, որ իմ քննությունը շատ խորը ձևով է կատարվել, ես շատ զորավոր անապատներ եմ անցել, 3 տարի սեփական հիվանդություն, 3 տարի զավակի հիվանդություն, 3 տարի կրկին խոնարհեցման ճանապարհ, շատ զորավոր Տերը ողորմի, բառեր չեմ գտնում, միայն Տերը գիտի, ու փառք Տիրոջը, որ Տերը ինձ ողորմացել է, փառք Տիրոջը, բայց ես միշտ մտածել եմ, որ ես սիրում եմ Աստծուն, պահում եմ Տիրոջ պատվիրանները, բայց արի ու տես, որ Տերն ասում է, չէ, մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիների կշռողը, և ասեմ սիրելիներ, Աստված ինձ հանեց այդ գոռոզությունից Ամերիկա բերելով, այդ հպարտությունից ես առաքելական եկեղեցու հետևորդ էի և պատրաստ էի բոլորին հոշոտել, որ բոլորն աղանդավոր են, բոլորը աղանդավոր էին իմ համար և ես ոչ մեկին չէի լսում, ճիշտ է սիրում էի, բոլորի հետ շփվում էի, բայց ես առաքելական եկեղեցու հետևորդ էի, մինչև
չհաշված, որ լսում է ավետարանական եկեղեցու քարոզչին, մինչև որ Տերը ինքը ինձ չանցկացրեց խոնարհության ճանապարհը, շատ դաժաներ իմ խոնարհության ճանապարհը, սիրելիներ, ոչ մեկին չեմ կամենա այն, ինչ որ ես անցա, իմ դեմքը ամբողջ պատված էր չիբաններով, 3 տարի սիրելիներ ես տառապեցի, փառք Տիրոջը, այսօր ես բժշկված եմ, գոհություն և փառք մեր Աստծուն, և պատմեմ այն վկայությունը, որ Տերը այսօր գիշեր Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդել է, որ ձեզ պատմեմ, սա 2018 թվականին է եղել, երբ Միացյալ Նահանգներում էի, և գիշեր ամուսինս ինձ ուշ ժամին ասեց, որ իր սպիտակ վերնաշապիկը լվանամ, և ասեց, որ առավոտ շուտ պետք է հագնի, գիշերվա ժամը 3-ն էր, ես ասեցի, որ վերնաշապիկը հենց հիմա պետք է լվանամ, որ հասցնեմ չրանա, ասեմ, որ եղանակը տաք էր, վստահ էի, որ մինչև առավոտ չոր կլինի, և գիշերվա 3-ն էր լվանում էի վերնաշապիկը, և այդ պահին լսում եմ Տիրոջ ձայնը, որ ինձ ասում է. գնա և ցույց է տալիս այն հարևանին ու իր ամուսնուն, և ասում է գնա ու ասա, որ պետք է ապաշխարեն և հաշտություն կնքեն Աստծու հետ, հաշտվեն Տիրոջ հետ, և ես պատասխանում եմ, ասում եմ, Տեր, բայց մենք իրար չենք տեսնում, մենք աշխատում ենք, իրենք աշխատում են, մենք իրար չենք տեսնում, և այսպես գիշերվա 3-ին դուրս եմ գալիս տնից բալկոն, պատշգամբ, որպեսզի փռեմ, թափ տամ վերնաշապիկը, որ շուտ չորանա, և երբ թափ տվեց դուրս եկա, տեսնեմ 2 հարևանուհիներս նստած են դրսում գիշերվա 3-ին, և ինձ էլ ասեցին, որ վերջացնեմ գործս, գնամ իրենց մոտ, ես ապշեցի, որովհետև այդ նույն հարևաններին ցերեկվա ժամին չէի տեսնում, և միայն փառք Տիրոջը, Տիրոջ նախախնամությամբ, ասեմ ոչ մի բան պատահական չի լինում, փառք Աստծուն, և վերնաշապիկը փռելուց հետո գնացի այնտեղ, գիտեի ինչ պետք է ասեի, սակայն մտքումս նաև գիտեի, որ պետք է ծաղրեն ինձ, որովհետև բազմիցս իրենց վկայել էի Աստծու մասին, և բազմիցս ծաղրանքի էի արժանացել տարբեր իրավիճակներում, և ասեցի, գիտես, հենց նոր Տերը քո մասին խոսեց, և ասեց, որ դու պետք է ապաշխարես, ու ես գիտեի, որ ծաղրվելու է, դրա համար ամբողջությամբ չասեցի, որ ամուսինն էլ պետք է ապաշխարի, ծնկի գան Տիրոջ առաջ և մեղքերի թողություն անեն, և նա ասեց, ես տենց բաների չեմ հավատում, ասեց հերիքա, սենց, ես լռեցի, և անցնում է 2 ամիս, սակայն այդ 2 ամիսների ընթացքում ամեն օր Տիրոջ Սուրբ Հոգուց ես հանդիմանվում էի, ամեն օր հանդիմանվում էի, որ ես չասեցի, դու չասեցիր, ու ես կարծես ծանրացել էր իմ վրա, և եղավ 2 ամիս հետո մի բան, որ գիշերվա շատ ուշ ժամ էր, ես բարձր ձայներ էի, գոռոցներ էի լսում, լաց, և հասկացա, որ ինչ-որ բան է պատահել, դուռը բացեցի, տեսա, որ շտապօգնության մեքենայով հարևանուհուս տանում են հիվանդանոց, և չիմացա մինչև վերջ ինչ է կատարվել, միայն հաջորդ օրը, երբ եկա աշխատանքից, տեսա, որ դուռը կիսաբաց է, մտածեցի, որ հարցնեմ ինչպես է նա, և մտա նա արդեն տանն էր, ասեմ սիրելիներ, որ մի անգամից ասեցի գիտես ինչ կա, ես 2 ամիս է տանջվում եմ, որ չեմ ասել քեզ, այն ինչ որ պետք է ամբողջությամբ ասեի, որ դուք պետք է ամուսիններով ծնկեք Տիրոջ առաջ, և ապաշխարեք, և հաշտվեք Տիրոջ հետ, տիեզերքի Աստծու հետ, և Հիսուս Քրիստոսին ձեր կյանքի Տեր ու Փրկիչ ընդունեք, ու այլևս մեղքի ճանապարհով չքայլեք, ասեմ, որ նրանք 9 տարի զավակ չունեին և զավակ էին խնդրում և արդեն հուսահատված էին և նա այնքան խոնարհություն
այդ օրը տեսա նրա մեջ, այնքան տանջանք խոնարհվել էր, կարծես մի ամբողջ գիշեր տառապանքի միջով էր անցել եւ այդ գիշեր նա հիվանդանոցում էր անցկացրել եւ իր տառապանքի մեջ նա միայն խոնարհվել էր եւ իր ականջները բաց էր արդեն լսելու մի ամբողջ գիշեր նա կանչել էր Աստծուն, որովհետեւ իր տատիկն էր հավատացյալ եւ ինքն էլ գիտեր Աստծու մասին, լսել էր ու ասում էր ուրիշների հավատքի մասին խոսում էր, բայց իր համար ասում էր ես այդպես բաների չեմ հավատում։ Հասկանում եք սիրելիներ, միայն կրակի միջով անցնելով մենք կարող ենք խոնարհվել։ Միայն Տերը թույլ է տալիս մեր կյանքում բաներ, որ մենք կրակի լիճ չընկնենք սիրելիներ։ Տերը այս կյանքում մեզ կանցկացնի ամեն իրավիճակով, բայց մեր հոգիները փրկելու համար է դա սիրելիներ, դա նրա համար չի, որ մեզ Տեր այո, անիրավները իրենք ստանալու են, այո, անհնազանդները, այո, խոսքը լսողները ու չկատարողները, բոլոր կռապաշտները, անհավատները, եւ Տերն ինչ է ասում, հավատա, միայն, հավատա եւ կտեսնես Աստծո փառքը, եւ այսօր էլ Տերը իր ողորմության ձեռքը պարզել է եւ այսօր էլ Տերը ուզում է, որ յուրաքանչյուրս Տիրոջ օրը մոտ է, դատաստանի օրը մոտ է, Տիրոջ բարկությունը թափվելու է երկրի բոլոր մարդկանց վրա, սիրելիներ, սակայն Տերը իր զավակներին հավաքում է, այսօր էլ դու ընտրություն ունես Տիրոջ զորքում լինելու, Տիրոջ լույսի թագավորություն, ապաշխարելու, հաշտվելու Տիրոջ տիեզերքի Աստծո հետ հաշտվելու սիրելիս փառք եւ գոհություն մեր Տեր Աստծուն եւ այսօրվա համար էլ սիրելիներ ձեզ համար այս խոսք ունեմ արդ ուրախ եմ ոչ որովհետև տրտմեցիք, այլ որովհետև ապաշխարության համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այնպես որ մեզանից ոչ մի բանով վնաս չկրեցիք, որովհետև տրտմությունը ըստ Աստծո ուզածի ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որը զղջում չի պատճառում, իսկ աշխարհի տրտմությունը մահ է, որը զղջում չի պատճառում, իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում Փառք Աստծո, սիրելիներ, փառք Աստծո, եւ սիրելիներ, գոհանում եմ Աստծուց, գոհանում եմ, որ կարողացա այս ձայնագրությունը անել, շնորհակալ եմ, փառք քեզ Տեր ջան, ես մի անպիտան ծառա եմ, սիրելիներ, մի դատար կանոտ, որ ամեն օր ասում է, Տեր ուր կուզես տար, ում հետ կուզես խոսեմ, ինչ կուզես խոսեմ, օրս քոնն է Տեր, թող դու փառավորվես իմ օրվա մեջ, թող այն պտղաբեր լինի երկնքի արքայության համար, եւ այսօր էլ սիրելիներ, Տերը ինձ բերել է ձեզ մոտ, գոհություն եւ փառք մեր Աստծուն, Տիրոջ ձեռքը չի կարճացել, Տիրոջ սերը չի սառել, սակայն Տերն ուզում է, որ դուք իմանաք, որ ոչինչ չի կարող ձեզ բաժանել Քրիստոսի սիրուց, ամեն իրավիճակում, ինչպիսի փոթորիկի մեջ դու անցնելու լինես, չուրանաս Հիսուսի անունը, ինչով որ անցնելու լինես, որովհետև հիշի, որ դու փորձվելու ես, փորձության պահին, ինչպես որ ասված էր, ասում է, քանի եւ ասում է, փորձության, ահա, Քանի որ պահեցիր իմ համբերության խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա, փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին, ես իմ կյանքով կարող եմ ասել, ցանկացած խոսք, որ ես իմացել եմ, այդ խոսքով փորձվել եմ, Փառք Տիրոջը, որ Տերը ողորմություն է արել եւ ինքն է բացում իր խոսքերը։ Եվ նաեւ հենց այս պահին Սուրբ Հոգով առաջնորդված մի վկայություն էլ անեմ, որ ինչպես է Տերը գործում, ինչպես է խոսում Աստվածաշնչով։ Եվս մեկ վկայություն, գոհություն եւ փառք մեր Աստծուն։ Տարիներ առաջ շատ էի հոգնում տարբեր իրավիճակներում, որովհետեւ շատ դժվար էր չունենալով օգնողներ, միայնակ 4 երեխաներ, փոքր անել ամենը եւ վազվզել ամուսինս 2 տեղ, 3 տեղ էր նույնիսկ աշխատում եւ սիրելիներ անդադ այս միտքն ունեի Երանի մի 5 օր մեկը գար իմ ճաշը եփեր ու ես հանգստանայի եւ եղավ մի իրավիճակ երբ ոտքս բաղնիքում սայթակեց եւ այսպես շպագատ են ասում ես շպագատ իջա ջրի մեջ
ու մեկ օր հետո 24 ժամ հետո ես երբ քնից արթնացա չէի կարողանում նույնիսկ շնչել, արտաշնչել չէի կարողանում, միայն գոռում էի ցավից եւ ասեմ տարբեր բժիշկներ ամուսինս բերեց, ոչ մեկ չհասկացավ եւ ինձ տեղափոխեցին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց եւ բոլոր հետազոտությունները ցույց տվեցին, որ ոչինչ չկա, արտասովոր ոչինչ չկա, սակայն եւ ցավազրկողներ ինձ սրսկեցին, հակաբորբոքային պրեպարատներ եւ 5 օր սրսկումներ նշանակեցին եւ ասեմ այդ ընթացքում բարեկամս Փառք Տիրոջը իր համար բարեկամներս հավաքվեցին իմ շուրջ եւ իմ շատ սիրելի հարազատը ասեց, որ 5 օր կգա այդ 5 օրերի ընթացքում ամեն օր իր գործը վերջացնելուց հետո գալիս էր իմ երեխաների համար ճաշ էր պատրաստում, կերակուր էր պատրաստում եւ անում էր երեխաների սեր խնամում եւ 4-րդ օրը նա այսպիսի ես պարկած էի, դժվար էի քայլում, համարյա չէի քայլում, բայց արդեն օրորի լավ էի զգում Եվ 4-րդ օրն էր, նա մոտեցավ, ասեց, Ռուզո ջան, ասեց, վաղը 5-րդ օրն է բուժմանդ կլինի, վաղն էլ գամ ու էլ չգամ։ Երբ նա ասեց, վաղը 5-րդ օրն է, ասեց, վաղն էլ կգամ, ճաշ կպատրաստեմ, այդպես ասեց, եւ էլ չեմ գա։ Երբ նա այդպես ասեց, Սուրբ Հոգին ինձ հիշեցրեց, որ դու 5 օր էիր խնդրել։ 5 օր էիր խնդրել ու ես հասկացա, որ ըստ իմ ցանկության է եղել այդ իրավիճակը, մենք շատ զգույշ լինենք, թե ինչ ենք խնդրում, արդյոք իմ խնդրվածքները Աստծուն հաճելի խնդրվածքներ են, սիրելիներ, եւ Աստվածաշունչը նույնիսկ չգիտեմ, որ էջը բացվեց, եւ այդ էջում գրված էր, քանի դու շնչում ես, ես մոտավոր այս խոսքերն եմ ասում, որովհետև հստակ չեմ հիշում, շատ ժամանակ Տերը ինձ հետ խոսում է ու ես ուրախությունից եմ փակում Աստվածաշունչը, սիրելիներ, Եվ փակեցի Աստվածաշունչը նույնիսկ չգիտեմ, որ տեղ էր գրված եւ ասում է, քանի դու շնչում ես, մի ուզի, որ քո գործը անի ուրիշը։ Ու ես շատ հանդիմանվեցի, սիրելիներ, բազմիցս տրտնջացել եմ Տիրոջ առաջ ու ասել եմ, Տեր, շատ ծանր է այն հոգսը, այն առաքելությունը, որ դու ինձ տվել ես, ես տրտնջացել եմ, բայց մի օր տեսիլքով Տերը ցույց տվեց Հիսուսին խաչը կրելուց Երբ ես տրտնջում էի, ասում էի, Տեր, ուրիշներին բարձրացրու, խնդրում եմ, եւ Տերը ցույց տվեց Հիսուսին խաչը կրելուց, սիրելիներ, Տերը ցույց տվեց, որ երբ Հիսուսը խաչը, այդ ծանրությունը, այդ դաժանությունը, այդ զրկանքները կրում էր, ինձ համար էր կրում, սիրելիներ։ Եվ Տերը չէր տրտնջում, նա իմ փրկության համար էր անում դա։ Գոհություն եւ փառք Աստծուն, սիրելիներ։ Փառք Տիրոջը այս հնարավորության համար, փառք Աստծուն։ Եվ Տերը ինչ է ասում, եւ ումից զզվեց Աստված, տրտնջացողներից, մի տրտնջացեք սիրելիներ, ամեն իրավիճակում փառք տվեք Տիրոջը, եղբայրասիրությունն է կարևոր։ Տերն ասում է, մինչև կգաս իմ առաջ աղոթելու զոհ կբերես, ասում է, ընծա կբերես, ասում է, բայց մինչև այդ գնա եղբորդ հետ հաշտվիր։ Սիրելիներ, առաքելական եկեղեցու բոլոր հետևորդներ, ում ականջներին խորտ կթվա այս իմ ասածները, դուք մեղքի մեջ եք, ատելով ձեր եղբայրներին դատելով, իրենց աղանդավոր անվանելով, դուք երկինքը չեք ժառանգելու, եթե չապաշխարեք այդ մեղքից։ Եվ սիրելիներ, ասեմ, որ Գարեգին Ա կաթողիկոսը իմ տատիկի մորաքրոջ զավակներ ու փառք Տիրոջը այդ ցեղի համար իրենք աստվածավախ տատիկս աստվածավախ ցեղից էր փառք Տիրոջը Աստծո երկյուղով մեծացած նաև մեզ Աստծո երկյուղը սովորեցրած ես փոքրուց եմ Աստծո երկյուղով մեծացել դաստիարակվել գոհություն եւ փառք Տիրոջը ու շատ բաներից խուսափել եմ Տիրոջ երկյուղն ունենալով սակայն ինձ մոտ հայտնվել է մի ձայնագրություն որտեղ Գարեգին Ա կաթողիկոսը Գարեգին Սարգսյանը
շնորհավորում է ավետարանական եկեղեցու 125-ամյակը, ինչքան հիշում եմ, 125-ամյակը, և նա այդտեղ, ես այդ ձայնագրությունը կդնեմ YouTube, և նա այդտեղ ասում է ավետարանական եկեղեցին քույր եկեղեցի է, այդ ինչպես եղավ, որ ավետարանական եկեղեցուն ողջունում է, շնորհավորում է ամենայն հայոց կաթողիկոսը և ապա հաջորդ կաթողիկոսը աղանդավոր է հռչակում ավետարանական եկեղեցու հետևորդներին և ատելությունը և նա էլ ապաշխարության հնարավորություն ուներ փառք Տիրոջը, սակայն չարեց և այսօր մենք ունենք այն ինչ որ տարիներ անգործություն է եղել, սակայն Տիրոջ ողորմությամբ ասեմ, որ նեղ է ճանապարհը փրկության տանող, սակայն Տերն ինքն է առաջնորդում, մեր Տերը, մեր Տեր Հիսուսը ինքն է առաջնորդում, սակայն որպեսզի երկիրը լի է տարատեսակ վարդապետություններով առաջնորդվող տարատեսակ հովիվներով, տարատեսակ եկեղեցիներով, հարանվանություններով, այսօր Տերը մոլորված ժողովրդին ամբողջ ազգը մոլորության մեջ է, այդ մոլորությունից հանելու համար, իր գալուստին պատրաստելու համար բարձրացնում է հովիվ Արման Մանուկյանը հովվելու է ամբողջ հայոց հոտը, ով ականջ ունի թող լսի, ինչ է հոգին ասում եկեղեցիներին և սիրելիներ խոնարհություն ունեցեք ընդունելու բարձրյալ Աստծո կամքը, սա է բարձրյալ Աստծո տված տեսիլքը հայ ազգի փրկության համար, փառք Տիրոջը, գոհություն և փառք մեր Աստծուն, չի լինելու հեշտ և ամեն բան, ամեն առաջնորդություն կստանաք, մինչև հիմա էլ հովիվ Արման Մանուկյանը գիտեր սրա մասին և նա իր ուղերձները, բոլոր ուղերձները իմանալով հանդերձ այս մասին, նա արել է, որպեսզի ուսուցանի այս ընթացքը ամբողջովին, ովքեր որ հետևել են էջին, գիտեն, որ God is love էջը ծառայում է Աստծուն և Աստված ինքն է կառավարում այդ էջը և Աստծո Սուրբ Հոգով է դրվում ամեն բան, սիրելիներ, սիրելի առաքելական եկեղեցու քահանաներ, վերջին ջանքերը գործադրեք մտնելու Աստծո կամքի մեջ, բարձրյալ Աստծո առաջ ողորմություն, այսօր է ընդունելի ժամանակը, այսօր է ապաշխարության օրը, քանի որ այսօր լսեցիք, հենց այսօր է ապաշխարության օրը, տարածեք սիրելի իմ հայրենակիցներ, թող ողջ ազգը իմանա, որ դատելու մեղքով, մեղքը երկինք չի մտնելու, սուրբ եղեք ինչպես ձեր հայրն է սուրբ, բազմիցս ասվում է, որ սրբությամբ պետք է ապրենք, չի լինելու, որ մեկը սուրբ կյանքով չապրի, երկինք է մտնելու, Տիրոջ անունը կանչողներ, հիշեք, որ սրբության կյանքով պետք է ապրեք, փառք եմ տալիս Աստծուն, փառք եմ տալիս, մի վախեցեք ոչ մի բանի համար, ձեր ընտանիքների, սիրելիների համար մտեք խրամատը, աղաղակեք, բարեխոսեք, մեր գործելակերպը Աստծու գործելակերպը չի, մեր մտածումները Աստծու մտածումները չի, սիրելիներ, Աստված կգտնի ճանապարհ նրանց ապաշխարության տանելու, մեկին խրատելով, մեկին հանդիմանելով, մեկին շոյելով, մյուսին ապտակելով, կրակի միջով անցկացնելով, սակայն հոգիների փրկության կտանի, սիրելիներ, և այսօր էլ հայ ազգ, արդեն օրհասի մեջ ես, արթնացիր ազգիմ, ընդունիր բարձրյալ Աստծո կամքը, հնազանդվիր, անհնազանդությունից դուրս եկ և հնազանդվիր բարձրյալ Աստծու հետ, հաշտվիր Աստծուն, դուրս արի կռապաշտությունից, դուրս արի աշխարհային այդ ապրելակերպից, ձեր մշակույթը ձեզ տանում է կործանման և երկրորդ մասի մեջ խնդրում եմ դուք կլսեք պատասխանները, որ շատ ու շատ հարցերի համար Տերը բացել է փետրվար ամսվա սկզբին, այս ամենը նրա համար չի, որ տրտմեք, այս ամենը նրա համար է, որ Տիրոջը օրը մոտ է, ապաշխարեք սիրելիներ, փառք Տիրոջը, գոհանում եմ Աստծուց, գոհանում եմ այս բոլոր հայտնությունների համար, փառք Տիրոջը, շնորհակալ եմ Աստծուն և հենց հիմա էլ Սուրբ Հոգով առաջնորդված մի
վկայություն եմ ուզում պատմել ձեզ, որ բազմիցս էլի հոգով առաջնորդություն եմ ունեցել պատմելու, սակայն չեմ պատմել, եւ շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար։ Ճիշտ է թեմային չի առնչվում, սակայն երկրորդ մասի մեջ խոսվում է ապահարզանների բաժանությունների մասին եւ այս վկայությունը անպայման պետք է պատմեմ։ Եղավ մի իրավիճակ, երբ ամուսինս դեռ Հայաստանում էի, 16 թիվն էր, ես շատ մեծ դժվարություններով էի անցնում եւ ամուսինս աշխատում էր գրեթե տանը չէր լինում 3 տեղ, առավոտ, երեկո եւ շաբաթ ու կիրակի օրերը նկարում էր հարսանիքներ, հեռուստատեսային օպերատոր էր եւ գրեթե մենք նրա երեսը չէինք տեսնում եւ իմ համար շատ դժվար էր, որ ունենալով ամուսին եւ Աստծո երեսը չէի տեսնում, ունենալով տղա երեխաներ եւ հոր դաստիարակություններ պետք, ես շատ էի տխրում եւ մի օր եղավ, որ իմ այդպես կարծես պայթեց իմ մեջ այդ ամեն ինչը, ես վիճաբանեցի ամուսնուս հետ եւ ասեցի, որ պետք է բաժանվենք, այլևս ես այսպես չեմ կարող դիմանալ, այլևս ինչքան էլ որ ես Աստծո երկյուղն ունեմ, բայց էլ չեմ կարողանում դիմանալ այս մենակ ապրելակերպին եւ այս մենակությամբ, այս ամեն ինչը կրելով, սիրելիներ, եւ ամուսնուս ասեցի, որ բաժանվելու եմ։ Գիշեր էր, լացելով, ինչպես միշտ Աստծո առաջ եկա։ Ասում էի, Տեր, գիտեմ, որ քո կամքը չի բաժանվելը, բայց ես էլ չեմ դիմանում։ Ես էլ չեմ դիմանում, Տեր Աստվածս։ Խնդրում եմ, Տեր, ցույց տուր, ինչ անեմ, ոնց անեմ։ Եվ այդպես աղեկտուր լաց էի լինում, եւ բացվեց մի էջ, որտեղ, ինչպես միշտ, կարծես Սուրբ Հոգին առաջնորդում է, որ կարդա Աստվածաշունչ, բացում եմ այդ պահին Աստվածաշունչը եւ Աստվածաշունչում գրված է. Տղամարդկանց է ասված եւ ասում է ուրախ պահեք ձեր կանանց սիրտը եւ կանանց համար ասում է կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին եւ այդտեղ ես հանդիմանվում եմ Աստծուց եւ Աստված ինձ բացում է, որ իմ լեզուն շատ երկար է, որ իմ ամուսինը տուն չի գալիս իմ երկար լեզու ունենալու պատճառով, որպեսզի ես անընդհատ կռվում էի, սիրելիներ, իրեն անընդհատ ասում էի, սա այսպես չի, սա այսպես չի, սա սենց պիտի արվի եւ իմաստություն չունեի, որ լուր մտնեի սենյակս, աղոթեի, Աստծու հետ լիներ իմ խոսակցությունը եւ ոչ թե մարդու հետ, ինչ կարող է մարդը անել, եթե Աստված չմիջամտի, սիրելիներ, եւ այստեղ խոսքը ասում է, չէ, զուր են շինարարները, եթե տունը չի շինում Աստված։ Եվ իմ դեպքում էլ սիրելիներ, ինչքան ես ինքս էի ուզում հարց լուծել, ինքնուրույն, ոչինչ չէր լինում։ Եվ ընդհակառակը ավելի բորբոքվում էր, ավելի վիճաբանության էր բանը հասել։ Եվ Տերը ցույց տվեց, որ ես եմ, որ հնազանդ չեմ ամուսնուս, բայց պատճառը իմ ամուսնու տուն չգալու իմ երկար լեզուն է այն վեճերը, որ ես եմ սարքում, սիրելիներ, ես շատ խիստ հանդիմանվեցի, աղեկտուր լացում էի, ներողություն էի խնդրում, եւ ուրախություն եկավ սրտիս, ուրախ գնացի, քնեցի, առավոտյան ուրախ արթնացա, ասեցի, գիտես, այլևս չեմ բաժանվելու քեզանից եւ ամուսինս ասեց ինչ պատահեց մի գիշերվա ընթացքում ես ասեցի որ Աստված իմ հարցին պատասխան է տվել որ իմ լեզուն շատ երկար էր ես դրա համար ներողություն եմ խնդրում որ ես վեճեր եմ սարքել ու ամեն ինչ ուզեցել եմ վիճելով հարցի լուծում ստանալ չհաշված որ մենք սիրով ենք մեր ամուսնությունը սիրո վրա է կառուցված եղել, փոխադարձ հարգանք է եղել, բայց բանը հասել էր վիճաբանությունների սիրելիներ եւ դա արդեն մոտ 14 տարի հետո էր ամուսնությունից եւ ես ասեցի Տերը հանդիմանեց ինձ եւ ես ներողություն եմ խնդրել Աստծուց եւ հիմա էլ ներողություն եմ խնդրում քեզանից որ իմ լեզուն իրականում երկար է եղել եւ ես սխալ բաներ եմ խոսել
վեճերով եմ փորձել հարցերը լուծեմ եւ ամուսինս իմ հնազանդությունը խոնարհումը տեսնելով ապշած էր, սակայն ես իրեն ասեցի Տերը քեզ էլ բան ունի այդտեղ ասելու եւ նա ասեց ինչ, ասեցի առաջին տողերում Տերը տղամարդուն էլ հանդիմանություն ուներ եւ ասեց դե կարդա քանի որ ես չէի հիշում որտեղ էի կարդացել ուրախությունից փակել էի գիրքը ու ես ասեցի անպայման հիմա հիշում էի որ ձախ անկյունում էր գրված էջի ներքևի ձախ անկյունում էր գրված ձախ թերթի վրա բայց չէի հիշում ով է գրել ում կողմից է գրված եւ այդպես ինքը ասեց լավ գնում եմ աշխատանքի երեկոյան կգամ ցույց կտաս մի ամբողջ օր սիրելիներ ես թերթում էի գիրքը աչից ձախ ձախից աչ փնտրում էի ձախ կողմում որտեղ է գրված եւ այդպես էլ չգտա երբ ամուսինս եկավ ասեց գտար այն ինչ որ Տերը ինձ համար էր պատրաստել ես ասեցի չէ չգտա եւ նա միանգամից ասեց տեսար որ խաբեցիր ու ես խաբել չեմ սիրում սիրելիներ եւ նա գիտեր որ ես սուտ խոսել չեմ սիրում դա ինձ շատ բարկացրեց ես ասեցի ես սուտ չեմ խոսում եւ գնացի գիրքը վերցրեցի բերեցի ու ասեցի ես խոստանում եմ որ հենց հիմա կգտնեմ եւ հենց այդ պահին սիրելիներ բացեցի գիրքը եւ բացվեց այդ էջի վրա ու ես ուրախությունից բղավում էի սիրելիներ գոռում էի եւ ասում էի ահա ես գտել եմ այն ինչ որ Տերը բացել է եւ երբ ամուսինս կարդաց որ ամուսիններ ուրախ պահեք ձեր կանանց սիրտը նա այլևս չկարդաց հաջորդ տողը որովհետև Տերը հանդիմանեց իրեն սիրելիներ հանդիմանեց որ ինքը ուրախ չի պահել գլուխը ինքն է սիրելիներ ինքը ուրախ չի պահել կնոջ սիրտը այնքան ժամանակ ուրախ չի պահել որ կինը տրտմել է տխրել է ու ուժասպառությունից տգիտությունից գիտություն չունենալու պատճառով այդ վեճերին է արժանացել եւ ընտանիքը անօրենը այն ինչ որ Տերը միացնում է ոչ մեկ չի կարող բաժանել եւ Աստված ինձ բացել էր որ բաժանումները իր կամքի մեջ չեն սիրելիներ եւ ոչ մեկ իր ուժից վեր փորձություն չի ստանալու եւ հավատք է Տերը ուզում մեզնից յուրաքանչյուրից սիրելիներ եւ այսօր էլ այս բոլորը ինչ որ ասեցի Սուրբ Հոգով առաջնորդված եմ ասում սիրելիներ մի թողեք այնպես լինի որ կրակի միջով անցնեք որ խոնարհվեք մի թողեք սիրելիներ ապաշխարեք այո այս ամենը շատ ծանր է, բայց Տիրոջ հետ մենք ամեն բան կարող ենք։ Ամեն իրավիճակում նայենք միայն մեր Տեր Հիսուսին։ Եթե մեր կողքերը նայենք, եթե նայենք մեր փոթորիկներին, մենք կկործանվենք ու հիշենք, որ ոչինչ մեր Տիրոջ սիրուց մեզ չի կարող բաժանել։ Ոչ մի բան փառք Տիրոջը։ Գոհանում եմ Տիրոջից։ Գոհություն եւ փառք մեր Աստծուն ձեր բոլորի համար։ Շնորհակալ եմ։ Արթուն եղեք, պատրաստ մեր Տեր Հիսուսի գալուստին, մաքրեք ձեր հանդերձները, ամեն օր, ամեն ժամ պատրաստ եղեք։ Եվ հենց հիմա էլ Տիրոջ Սուրբ Հոգու առաջնորդությունը կրկին ունեմ, հենց այս վկայության մասին պատմել 2022 թվին, պատմել եմ մի երազ, որտեղ Փեսան գալիս էր եւ երկու հարս էին, երկուսից մեկը ես էի, առաջին հարսը շատ շպարված էր, ամբողջ զարդարանքների ներկերի մեջ էր եւ երկրորդ հարսը ես էի եւ ոչ մի ճիշտ է դիմահարդարն էր աշխատում, բայց ոչ մի դիմահարդարում, երբ որ ես հայելու մեջ տեսա, ես այնպիսին եմ ինչպես լվացված, մաքրված եւ ոչինչ չկա ավելորդություն եւ այդ ժամանակ ես տեսել էի փողեր, պատրաստ փողեր էին, շեփորներ էին, սիրելիներ, շատ էին թվով 10-ից ավել, 15-ից ավել թիվը չէր երևում, շեփորները պատրաստ էին եւ ես տեսնում եմ, որ Փեսան գալիս է եւ Փեսան եկավ, առաջին հարսին չընտրեց, բռնեց իմ ձեռքից եւ դուրս եկանք այդտեղից եւ մայրս նվերներ էին մեզ բերել եւ մայրս նվերներն էր տալիս մի հին
զարդատուփ, մի հին թավշյա, կարմիր թավշյա զարդատուփ տվեց ինձ եւ ասեց, որ սա շատ անտիկ եւ ժառանգաբար փոխանցվող զարդատուփ է, վերցրու։ Ես ասեցի նոր տուն, ամեն ինչ նոր է լինելու։ Ես հին բան ոչինչ չեմ տանելու նոր տուն եւ հրաժարվեցի այդ զարդատուփից եւ ես չունեի հայտնություն ինչ էր այդ զարդատուփը նշանակում, սակայն հետագայում Սուրբ Հոգով ինձ բացվեց դա մեր պապերից ժառանգաբար եկած ավանդույթները, ծեսերը, սիրելիներ, այդ ժառանգություններ, այդ զարդատուփը, որ ինքը թանկարժեք իր էր, թանկարժեք էր, բայց նոր տուն ոչինչ չի մտնելու, երկինք ոչ մի հին բան չի մտնելու, Քրիստոսով նոր մարդիկ, եւ Եփեսացիներ 4 գլխով էր, չէ՞ Տերը խոսում մեզ հետ, որ Քրիստոսով նոր մարդ, մենք պետք է Քրիստոսով նոր մարդ լինենք, սիրելիներ, փառք Աստծուն, փառք Տիրոջը, Քրիստոսով նոր մարդ, Արդ Տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք ինչպես հեթանոսները, իրենց մտքի ունայնությամբ, նրանք խավար մտքով են ու Աստծու կյանքից օտարացած, այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով, որ անզգայացած ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ, բայց դուք Քրիստոսի կողմից այդպես չուսուցանվեցիք, որովհետև դուք լսեցիք նրա մասին ու նրանով սովորեցիք այն ճշմարտությունը, որ Հիսուսի մեջ է, հանեք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որն ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով ու հոգով նորոգվեք, ու նոր մարդուն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված, ճշմարտությամբ եւ սրբությամբ, որ արդարությունից է, Արդ սուտը դեն նետելով, թող յուրաքանչյուր ոք ճշմարտությունը խոսի իր ընկերոջ հետ, Զաքարիա 8:6, քանի որ միմյանց անդամներ ենք, եթե բարկանաք, մի մեղանչեք, Սաղմոս 4:4, թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի, եւ սատանային առիթ մի տվեք, ձեր բարկությամբ, ձեր չներելով, եւ Եսայի 58-ով հունվար ամսին ինձ բացվել էր, Սուրբ Հոգին շարունակում է սիրելիներ, շատ հարցերի պարզաբանումներ են, եւ երազով հունվար ամսին ինձ բացվել էր, որ առաքելական եկեղեցու մի հոգևոր առաջնորդի է երազումս տեսել, դա Արմեն Հարեյանն էր եւ այդ երազում ես իրեն ասում եմ, որ ժողովրդին սովորեցրեք, Տերն ասում է Եսայի 58-ով անիրավության լուծը քանդեք, պարտամուր հակները քանդեք, այսինքն ժողովրդին սովորեցրեք, որ ձեր թշնամին մարմինը եւ արյունը չի, սիրելիներ, ձեր թշնամին մարդը չի, ձեր թշնամին հոգևոր աշխարհում իշխանություններն են, սիրելիներ, եւ Կորինթացիներին 2-րդ գլխով ասվում է քրիստոնեական ներողամտություն, ես հիմա կանդրադառնամ Քրիստոսով նոր կյանքը, բայց հիշենք այս խոսքերը, եւ սատանային առիթ մի տվեք, ձեր բարկության վրա արեգակը թող մայր չմտնի եւ սատանային առիթ մի տվեք, Տերն ուզում է, որ մենք անգրագետ քրիստոնյաներ չլինենք, մենք լինենք իր խոսքով զորացած, Աստծո սպառազինությունն ունեցող մարդիկ եւ քրիստոնեական ներողամտություն, քրիստոնյա ազգ, դու Քրիստոսի անունն ես կրում, դու պարտավոր ես Քրիստոսի խոսքով առաջնորդվելու, դու պետք չէ ոխ թշնամություն պահեք ազգերի հետ, եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, սա կարդում եմ Պողոս առաքյալի 2-րդ նամակը Կորինթացիներին 2-րդ գլուխ 5-րդ խոսքից քրիստոնեական ներողամտություն, եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, այլ չափազանցրած չլինեմ ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ, այդպիսի մարդու համար բավական է այն հանդիմանությունը, որ շատերի կողմից եղավ, այսուհետև ընդհակառակը դուք ավելի ներեք ու մխիթարեք նրան, որպեսզի այդպիսին սաստիկ տրտմության մեջ չընկղմվի, դրա համար աղաչում եմ ձեզ, որ նրա նկատմամբ սեր ցուցաբերեք, այն բանի համար նաև գրեցի ձեզ, որ ձեզ փորձելով իմանամ, թե արդյոք ամեն բանում հնազանդ եք,
Եթե դուք մեկին ինչ որ բան ներեք, ես էլ կներեմ, որովհետև ես էլ ինչ որ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում Քրիստոսի առաջ, որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք։ Սիրելի քրիստոնյա իմ ազգ, սիրելի իմ հավատակից քույրեր եւ եղբայրներ, մենք պարտավոր ենք Աստծո խոսքով առաջնորդվել, ոչ թե մեր սեփական իմացությամբ, սիրելիներ, մենք պարտավոր ենք Աստծո պատվիրանները սիրել դիմացինին, հարևանին, եղբորը, բոլորին, մեր գործը նրանց համար բարեխոսելն է։ Աստծո խոսքն ասում է՝ սիրիր թշնամիներիդ։ Ինչպես կարելի է սիրել թշնամիներին։ Փառք Տիրոջ Սուրբ Հոգու համար, այս վկայությունների համար, եւ հիմա էլ ինչպես կարելի է սիրել թշնամիներին այդքան բաներից հետո, եւ այս վկայությունները ես ինձ մոտ նշել էի, որ պետք է անեմ այս գիշեր, սակայն հիմա Սուրբ Հոգին հիշեցնում է, որ սրանց մասին էլ պետք է խոսեմ։ 2020 թվականի պատերազմի ժամանակ, սիրելիներ, ես մի աղոթք արեցի, ներողություն եմ խնդրում բոլորիցդ, իմ ոչ հոգևոր հասուն լինելու պատճառն էր, որ ես այս աղոթք արեցի, ես ասեցի, չէ որ Տեր մենք արդար ենք, դու վերացրու մեր թշնամիներին, եւ ես հստակ լսեցի, նրանց մայրերն էլ իրենց զավակների համար են խնդրում, աղոթում։ Ես պապանձվեցի, ես հասկացա, որ բոլոր Տիրոջից երկյուղ ունեցողները, անկախ նրանից աշխարհի որ տեղում են, Տերը սիրում է իրենից երկյուղ ունեցողներին։ Փառք Տիրոջը, սիրելիներ, դուք չմտածեք, որ հարևան ժողովրդի մեջ էլ իրենք ուզում են իրենց զավակները կործանվեն։ Չէ, սա երկրի առաջնորդների ամբիցիաներն են, սեփական ցանկությունները հագուրտ տալն է, ագահությանը հագուրտ տալն է, սիրելիներ, սակայն Տերը լսում է բոլոր իրենից երկյուղ ունեցողների աղաղակը եւ վստահաբար ասեմ, որ փառք Տիրոջը Սուրբ Հոգու համար, այս բոլոր աղոթքների համար, եւ Տերն ինձ ասեց, օրհնիր քո թշնամիներին, աղոթիր քո թշնամիների համար։ Ես հրաժարվեցի աղոթելուց։ Ես ասեցի, չեմ կարող, Տեր, որովհետև ես դառը լաց էի լինում, 3 օր այդ զոհված զինվորների համար դառը լաց էի լինում եւ ես հրաժարվեցի, սակայն 2 րոպե տևեց սիրելիների ման հնազանդությունը եւ 2 րոպե հետո սկսեցի այսպիսի աղոթք անել. Տեր, այն լույսով, ինչ լույսով ինձ հանել ես խավարի իշխանությունից, այդ լույսը սփռի հարևան ժողովուրդների վրա, Տեր իմ Աստված, ողորմի նրանց, որ քո լույսը քեզ ճանաչեն, Տեր, ողորմի, եւ այդ աղոթքը ինձ համար դարձավ, սիրելիներ, 20 թվականից անդադար արվող աղոթք։ Ես ողորմություն էի խնդրում հարևան պետությունների ժողովուրդների համար, որ իրենք էլ Տերը ողորմության լույսը թափի եւ մշակներ բարձրացնի այդ երկրներում էլ, որովհետև Աստծո խոսքը բացահայտ է ասում, որ 32 Սաղմոսում է կարծեմ գրված, որ բոլորի սրտերը Տերն է ստեղծել եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ով հավատա եւ ամբողջ աշխարհով, ինչպես ենք մենք իմանում, որ վերջին օրերում ենք գտնվում, որովհետեւ ավետարանը այսօր այնպիսի մասշտաբներով է քարոզվում ամբողջ աշխարհով, ինչպիսին երբևէ չի եղել, սիրելիներ, եւ փառք Տիրոջը, եւ ես աղաղակում էի, խնդրում էի, որ Տերը զորավոր մշակներ բարձրացնի հարևան երկրներում, եւ մի օր ինձ մեկը վիդեո էր ուղարկել, ես բացեցի ու ապշեցի, տեսա մեր հարևան պետությունում մի երիտասարդ կին, ինչպես ես եմ ձայնագրություններ անում, նա ռուսերենով էր կամ անգլերենով, արդեն չեմ հիշում, 21 թիվն էր, նա խոսում էր, իր ժողովրդին կանչում էր ապաշխարության, եթե այստեղ այս յութուբյան էջում 5000 հետևորդ է, ապա նրա հետևորդների քանակը 100,000-ից ավել էր, սիրելիներ, եւ նա ասում էր, ժամանակ չկա, Տեր Հիսուսն է գալիս, եւ նա կանչում էր բոլոր իր ժողովրդին, իր ազգին, սիրելիներ, օրհնյալ է Տերը, եւ Տերը նաև ուրախություն տվեց ինձ մի վկայություն լսեցի, որ
կոնկրետ ադրբեջանցի մի բալետ պարող մարդ բժշկություն էր ունեցել Հիսուս Քրիստոսով եւ Տերը նրան ասել էր, որ պետք է իր գործը անի եւ հովություն պետք է անի եւ այսօր Ադրբեջանի կենտրոնում սիրելիներ գործում է այդ եկեղեցին, ավետարանական եկեղեցիները կիմանան այդ եկեղեցու մասին, որտեղ որ Փառք Տիրոջը, մեր հարևան երկրի հավատացյալները, Հիսուս Քրիստոսով վերստին ծնունդ ստացած հավատացյալները ձեռքերը վեր բարձրացրած փառաբանում են Տիրոջը, եւ դա մխիթարություն է, ասեմ, որ իմ աղոթքները լսելի են, գոհանում եմ Աստծուց, գոհանում եմ, որ ես ոչինչ եմ, ոչ մի բան եմ, առանց Տիրոջ ոչինչ եմ, բայց միայն Տեր Հիսուսով եմ, եթե հպարտանում եմ միայն իմ փրկչով եմ, իմ Տեր Հիսուսով եմ հպարտանում, փառք Տիրոջը, փառք Աստծուն, առանց նրա ես ոչինչ եմ, փոշու կտոր, գոհանում եմ Աստծուց, գոհանում եմ հենց այս հայտնությունների համար, գոհանում եմ, որ հենց հիմա կարող եմ կարդալ այս ամեն ինչը եւ Տերը ուզում է մեր աչքերը բացի, որպեսզի սատանայից մենք չմոլորվենք, սիրելիներ, օրհնողներ եղեք եւ Տիրոջ խոսքն էր, չէ՞ ասում է, երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։ Եվ նաև վկայությունների մեկ այլ շարք հենց հիմա փառք Տիրոջը, որ Աստված իմ դեմ բարձրացողներին ինքն է ծնկեցրել։ Մասսայական մարդը ծնկի է եկել ոտքերիս առաջ եւ ասում է ների ինձ, ես չեմ հասկանում, ինչու՞մն է բանը, ինչի ես դու մասսայի մեջ ծնկել հասուն տղամարդդ եւ հետո Տերը ինձ բացեց, որ շատ է, այսպես ասած, ժողովրդի լեզվով ասած, իմ միսը կրծել, շատ է ինձ զրպարտել, դրա համար մասսայի առաջ էլ նա ներողություն էր խնդրում։ Եվ երկրորդ դեմքը, իմ հետ անարդար վարվող, չեմ ասում, շատ շակերտներ չեն բացում, բայց եղավ մի պահ, որ այնպես եղավ, պառկեց ոտքերիս առաջ եւ Փառք Տիրոջը, նրան ոչինչ չեղավ այդ պահին, նա անկավ, այնպես էր ստացվել, որ Տիրոջ Սուրբ Հոգին մխիթարեց նրան, որ ոչինչ չի լինելու, սակայն այդ օրը հոգով առաջնորդված ես խնդրեցի բոլորին, որ նրա համար աղոթենք, եւ այդ իրավիճակը, որտեղ որ նա անարդար ձևով էր ինձ հետ վերաբերվել, եւ նա եկավ, կարծես շնորհակալություն էր հայտնում, որ ոչինչ իրոք իր հետ չպատահեց, դա ես չէի անողը, սիրելիներ, եւ Փառք Տիրոջը, Տերն է իմ դեմ բարձրացածների հետ, Տերն է պատերազմում։ Հավատացեք, սիրելիներ, ես շատ խաղաղ եմ, ես ոչ մեկից ու ոչ մի բանից չեմ վախենում, որովհետև տիեզերքի Տերը ինքն է գնում իմ առաջից, նա այդ տեսիլքը տվել է ինձ, երբ որ իրավիճակ էր, երբ որ ոչ մի բան չգիտեի, որտեղ եմ ես, ինչպես վարվեմ, եւ Տերը ինձ տեսիլք ցույց տվեց, որ ես ցորենի արտում եմ կանգնած, ես ինձ տեսնում էի վերևից եւ տեսնում էի, որ ելք չկա, հասկերը ինձանից հասակով բարձր էին եւ ես ոչ մի ճանապարհ չէի տեսնում եւ այդ նույն ժամանակ ես տեսա մեր Տեր Հիսուս Քրիստոսին իր աջ ձեռքով բացում էր ցորենի հասկերը եւ մյուս ձեռքով այսպես մեջքի հետևից բռնած ինձ էր առաջնորդում որևէ իրավիճակում չեմ վախենում ոչ մի բան սիրելներ որոշել եմ այլևս ոչ մի բանում ոչ մի իրավիճակում այո ես այս որոշումն ունեի ես սկզբունքային մարդ եմ սիրելիներ որ ոչ մեկին չհաջողացնեմ միայն իմ երկնային հորը եւ ասեմ որ շատերը գրեթե իմ կողքը մարդ չի մնացել որովհետեւ ես ճշմարտությունն եմ խոսում եւ դա մարդկանց աչքերում սիրելիներ ոչ միշտ է որ հասկանում եք մարդիկ պատրաստ են ճշմարտությունը լսելու ինձ ամեն տեսակ զրպարտանքներ են ասում Փառք Տիրոջը իմ ուրախությունը Տիրոջով է իմ խաղաղությունը Տիրոջ Սուրբ Հոգով է եւ իմ խաղաղությունը ամեն բանից վեր եմ դասում Փառք Տիրոջը գոհանում եմ Աստծուց իսկ հիմա կավարտեմ Եփեսացիներին 4-րդ գլխի վերջնամասը եւ Փառք Տիրոջը քանի
Եթե բարկանաք, մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի, եւ սատանային առիթ մի տվեք։ Նա, ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին, թող աշխատի իր ձեռքերով, բարիք գործելով, որպեսզի կարիքավորին տալու բան ունենա։ Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար, պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Սիրելիներ, հունվար ամսին աղոթքի ժամանակ ինձ բացվեց, որ հայ կանանց բերանները, ոչ բոլորին է դա ուղված այս խոսքը, բայց հիմնականում դուք սոցցանցերում տեսնում եք ինչ է կատարվում, ինչպիսի հայհոյություններ կանանց բերաններով, գարշելի բառերով, իրար զրպարտելով, նախանձելով, կարճ ասած Տերը ցույց տվեց, որ նրանց բերանները գերեզմաններ են, սիրելիներ։ Ներողություն։ Եվ Տիրոջ խոսքն է ասում, եւ ինձ բացված էր, որ աղոթեմ հայ կանանց, հայ մայրերի համար, նրանք անիծում են, եւ ասում է, չէ, Տիրոջ խոսքն է ասում է, քո բերանի պտուղներով դու կսնվես, ինչ ցանում եք, դա եք հնձում, սիրելիներ, զսպեք ձեր լեզուները, զսպեք, թող ձեր բերաններից, ինչպես Աստծո խոսքում է գրված, ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար, պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին, եւ սիրելիներ, նույն աղբյուրից չի կարող հոսել եւ պղտոր ջուր, եւ օրհնություն եւ անեծք, ինչպես Աստծո խոսքն է ասում։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ եւ հայհոյություն թող վերանա ձեզանից։ Ամբողջ չարությամբ հանդերձ, միմյանց հետ քաղցր եղեք, գթած, միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ Տերն ասում է, ինչպես կարող ես սիրել ինձ, եթե ինձ չես տեսնում, իսկ եղբորդ որ տեսնում ես, ատում ես։ Դրա համար սիրելիներ, ներելով մենք կարող ենք Աստծո որդիներ լինել։ Միայն Աստծո խոսքը պահելով, սիրելիներ, եւ Եփեսացիներին 5-րդ գլխում բոլորի համար է խոսք, ամուսինների, կանանց, զավակների, եւ հիշեք, որ ժամանակները չար են, սիրելիներ, աղոթքի մեջ եղեք, մտեք ձեր հոգեվոր խրամատները, ամեն իրավիճակ հիշեք, Տերը բարիին գործակից է անելու, փառք Տիրոջը, Աստծուն սիրողների համար, ամեն իրավիճակ, քո փոթորիկը քո իսկ բարօրության համար է, քո իսկ անձի մաքրելու համար է, սիրելիս, քո իսկ իրավիճակը նրա համար է, քո կողքի մարդիկ նրա համար են, որպեսի դու փոխվես, քո մտածելակերպը, մտքի նորոգություն ստանաս, սրտի փոփոխություն ունենաս, Տերը սրտի փոփոխություն է ուզում, փոխված սրտեր, ապաշխարած, մաքրված, զղջացող սրտեր, սիրելիներ, փառք Տիրոջը, ձեր սեփական իմաստության վրա մի հինվեք Աստծո խոսքի վրա եւ հիշեք, որ մենք անցնում ենք շատ նեղ հոգեվոր մարտով, կարծես բարձրանում ենք լեռան գագաթը, որտեղ որ փրկությունն է, մի երազով Տերը ցույց տվեց ինձ, ինչպես էի ջրհեղեղից փրկվել ժայռի վրա բարձրանալով եւ ժայռի վրա լույսն էր ամբողջությամբ եւ այդտեղ 4 հոգով էինք սիրելիներ եւ երբ արթնացա եւ ես գոչեցի մենք փրկվեցինք, բայց այդ ջրհեղեղի մեջ ես տեսնում էի, որ կործանվում են գրեթե բոլոր իմ հարազատները, դա 2010 թվին էր, սիրելիներ, եւ այդ ժամանակից ես սկսեցի աղոթել իմ բոլոր հարազատների համար, բոլոր արյունակիցներիս, հեռումոտիկ բարեկամներիս, հարազատներիս, ազգիս համար, սիրելիներ, գոհանում եմ Աստծուց եւ նաեւ Աստծո Սուրբ Հոգով առաջնորդված ինձ ցույց էր տրված գլոբուս, որ ես ոչ միայն իմ ազգի համար պետք է բարեխոսեմ, այլ պետք է սովորեմ բարեխոսել ազգերի համար։ Գոհություն եւ փառք մեր Տիրոջը, սիրելիներ, մտնենք մեր առաքելության մեջ, Տիրոջ աղը եւ լույսը լինելու եւ այդ առաքելությունը մինչեւ վերջին շունչը, ինչքան էլ դաժան լինի, չուրանանք մեր Տիրոջը։ Շնորհ եւ խաղաղություն։
Ամեն ժամ աղոթեք և խնդրեք հոգով և սրա մեջ արթուն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։ Փառք Տիրոջը, հենց այս պահին հոգով առաջնորդված այս խոսքերն ասեցի, որ ես էլ իրականում աղոթքի կարիք ունեմ, ձեր աղոթքներում խնդրում եմ, ինձ էլ հիշեք։ Փառք Տիրոջը, փառք, փառք, պատիվ մեծարանք։ Սիրում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ, եւ փառք Տիրոջը, որ մենք ունենք ապաշխարության հնարավորություն։ Տարածեք ինչքան հնարավոր է շատ, ինչքան հնարավոր է մարդիկ լուսավորվեն։ Այս ձայնագրության նկարագրության բաժնում դնելու եմ բոլոր մարգարեության այն 3 մասերը՝ Սողոսներ, դարձեք Պողոսներ, Աստված մերժում է Գարեգին Բեի կաթողիկովությունը հայոց հոտի վրա, եւ 3-րդ մասը ով ականջ ունի թող լսի ինչ է ասում հոգին եկեղեցիներին, եւ երկրորդ մասը կլինի այն բոլոր հայտնությունները, որ բացվել էր, սիրելիներ։ Փառք Տիրոջը, արթուն եղեք, այլապես մնալու է մնացորդ, արթուն եղեք, խոնարհվեք Տիրոջ առաջ, Եզեկիել 6-րդ գլխով է ասված, եւ տարատեսակ մարգարեներից, սուտ մարգարեներից Սուրբ Հոգին է առաջնորդում, սիրելիներ, ես անդադ ուզում եմ վերջացնեմ, բայց Սուրբ Հոգին բերում է ինչ պետք է խոսեմ, սիրելիներ, եւ Եզեկիել 21-րդ գլխում ասվում է, որ լսելով սուտ այս ու այն մարգարեների խոսքերը, որ ձեզ խոստանում են Վիլսոնյան Հայաստան, սիրելիներ, դուք Տիրոջից է, աշխարհը կաշառված է, Տերն ինձ բացել է, որ աշխարհը կաշառված է, եւ մեր օգնությունը Տիրոջից է, սիրելիներ, աղոթքի մեջ եղեք, չկա, եւ Աստծո խոսքն է ասում, երանելի է այն մարդը, ում հույսն Աստված է, Երեմիայի մարգարեությունով ասվում է, եւ այսպես է ասում Տերը, անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում եւ մարմնին իրեն բազուկ է դարձնում եւ որի սիրտը խոտորում է Տիրոջից, նա պիտի լինի ինչպես Մոշենին անապատում, երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի եւ անբնակ երկրում, օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, եւ Տերն է նրա վստահությունը, նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի, նա կտեսնի Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի, նա իր արմատները կձգի գետի մոտով եւ չի տեսնի տաքության գալու ժամանակը, նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի եւ չի դադարի պտուղ տալուց, սիրտն ամենից ավելի խաբեբա է եւ կամակոր, այն ով կարող է հասկանալ, ես Տերս փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ եւ իր արարքների արդյունքի համեմատ, սիրելիներ, մեր հույսը Տերը թող լինի, որովհետև ամբողջ աշխարհը իրենց շահերն են, սիրելիներ, ամեն մեկը իր շահն է փնտրում, ամեն մեկը իր շահով է առաջնորդվում, ում հետ լավ լինի, որ երկրի հետ լավ լինի, որ երկրի հետ վատ լինի, սակայն սիրելիներ, Տերը ցույց է տվել, որ ոչ արևելք, ոչ արևմուտք, ոչ հյուսիս, ոչ հարավ, դուք չունեք համախոհներ, դրանք բոլորը ճակերտների մեջ են, եւ եթե դուք ձեր հայացքը դեպի Տերը չբարձրացնեք, դատաստանը ահեղ է լինելու, սիրելիներ, գոհանում եմ Աստծուց, հնազանդվեք բարձրյալ Աստծո կամքին, համախմբվեք, ժողով գումարեք, սիրելիներ, քննեք մարգարեությունը, քննեք, երկրորդ մասը եւ երրորդ մասը կդրվի, առաջին մասը սա է, երկրորդ մաս կլինի եւ երրորդ մաս կլինի, ով ականջ ունի թող լսի ինչ է ասում հոգին եկեղեցիներին, երկրորդ մասով բոլոր այն հայտնությունները կլսեք եւ երրորդ մասի մեջ կլինի նոր հովիվ հայոց հոտը առաջնորդելու համար, փառք Տիրոջը, ով է Դավիթը, ով է Աստծո օծյալը, որ առաջնորդելու է, պատրաստելու է Աստծո ժողովրդին, մի վարդապետությունով սիրելիներ, որ բոլոր եկեղեցիների հայացքները պետք է ուղված լինի դեպի այն եկեղեցին, որի առաջնորդ է ընտրված հոգևոր առաջնորդ Հովիվ Արման Մանուկյանը,
Փառք Տիրոջը, գոհանում եմ Աստծուց, խոնարեցրեք ձեր անձերը եւ ձեր մեջ քննեք, արդյոք դուք պատրաստ եք կատարելու Աստծո, բարձրյալ Աստծո կամքը, արդյոք պատրաստ եմ ես խոնարհվելու եւ ընդունելու Տիրոջ կամքը եւ ոչ թե իմ սեփական իմաստությամբ առաջնորդվելու։ Ներողություն եմ խնդրում որոշ թերությունների համար, ես անկատար մարդ եմ, ամեն օր, ամեն ժամ մաքրման ճանապարհով եմ անցնում, լինում են ժամանակներ շատ դառը ճանապարհով եմ անցնում, փառք Տիրոջը, որ Տերը ում սիրում է նրան խրատում է, եթե որդիներ ենք խրատին կդիմանանք, փառք Աստծուն, շնորհակալ եմ եւ հիշեք, որ Տերը Եբրայեցիներին 12 գլխով ասում է, որ չմերժենք նրա ձայնը, ում խոսում է, այն ժամանակ էլ մերժեցին սիրելիներ, փառք Աստծուն եւ այսօր էլ Տերն ասում է, որ չմերժեք, որովհետեւ փառք եմ տալիս Աստծուն, փառք Տիրոջը, այս բոլորը բացված է Տիրոջ Սուրբ Հոգով եւ Եբրայեցիներին 12-րդ գլխով փառք եմ տալիս Աստծուն։ Մտնենք Աստծո խաղաղության մեջ, սիրելիներ, Եբրայեցիներին 12 գլխով։ Ասում է, զգուշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով չկարողացան պատժից ազատվել, ապա որքան ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս ասելով. մեկ անգամ եւս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ երկինքը, բայց մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ, որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։ Ինչպես հաճելի լինել Աստծուն, սիրելիներ, փառք Աստծուն, ոչ մեկ չի կարող Աստծուն հաճելի լինել առանց հավատքի։ Տերը հավատք է ուզում, հավատքի պտուղ է ուզում եւ ասում է. եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։ Փառք Տիրոջը, սիրելիներ, գոհանում եմ Աստծուց եւ այստեղ այս խոսքերի հայտնությունը, բայց մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ շարժված բաները իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։ Այն ինչ որ ինձ բացվել է, որ կաթողիկոսներ, տիտղոսներ, դրանք մարդահնար բաներ են, որոնք որ ժամանակի ընթացքում որպես անշարժ թագավորությունը Աստծո բացարձակ խոսքն է, որ սրանից դուրս չկա ճշմարտություն։ Եվ այն ինչ որ մարդահնար բերվել է, եկեղեցի է կոչվում, պատերն են եկեղեցի կոչվում, այն ինչ որ բան, դրանք բոլորը պետք է քանդվի, սիրելիներ։ Տերն ասում է, կցնցեմ այնքան ժամանակ, մինչև անշարժ բաները փոխվեն, որպեսզի անշարժ բաները որպեսզի ասում է շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, այսինքն որ իրենց որոշել են առաքելական եկեղեցի լինեն, փառք Տիրոջը, որ առաքելական եկեղեցին առաքելություն է ունեցել եւ ցանողի դերում է եղել, գոհություն եւ փառք Տիրոջը իր սկսած ընթացքի ժամանակ եղել է Տիրոջը շատ հաճելի ընթացքում եւ Եփեսացիներին եւ հայտնության պատգամներից Եփեսոսի եկեղեցուն ուղված պատգամով Տերը խոսել է ինձ հետ, որ առաքելական եկեղեցուն ասում է դարձիր այնտեղը, որ սիրուց ընկար։ Փառք Տիրոջը, դարձի եկեք, Տերը բախում է ձեր դուռը, բախում է եւ սպասում ձեր ապաշխարությանը, ձեր խոնարհությանը, ձեր անձերի խոնարհությանը, փառք Տիրոջը։ Ուստի անշարժ թագավորությունը, որպեսզի անշարժ բաները մնան, անշարժ բաները Աստծո հավիտենական խոսքն է, որ չի փոփոխվելու։ Աստված իր խոսքը ամեն ինչից բարձր է դա ասում, փառք Տիրոջը, եւ այն ինչ որ գրված է պետք է կատարվի։ Այո, Աստված այսօր էլ խոսում է, երեք այսօր եւ հավիտյան Տերը նույնն է, եւ Տերը սիրում է մեզ, սակայն գալիք օրերը չար են, եւ այն ամենը, ինչ որ ինձ բացվել էր, գոհություն եւ փառք Տիրոջը, վստահ եմ,
ամենը ձեզ փոխանցեցի։ Փառք, պատիվ, մեծարանք բոլորը մեր Տեր Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Աստծո շնորհը եւ խաղաղությունը ձեզ հետ լինի, սիրելի